Փառք Աստծուն այսօրվա համար էլ, որ Տերը հնարավորություն տվեց, որ մենք շարունակենք մեր թեմաները, դասընթացները աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Ուրեմն այսօր մենք պետք է նայենք, ուսումնասիրենք միասին 6-րդ թեման կամ 6-րդ դասը, որ կոչվում է Հիսուս Քրիստոս, այսինքն թեման մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է։ Ուրեմն առաջին բաժինը սա է Հիսուս Քրիստոսի անձը։ Այս բաժինը իր հերթին նորից պետք է երկու ենթաբաժիններով մենք ուսումնասիրենք Հիսուս Քրիստոսի մարդեղությունը եւ Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Ինչով է կարևոր այս գաղափարը, այս ճանաչողությունը Քրիստոսին։ Եթե մարդը մերժի Քրիստոսի մարդկային կողմը կամ աստվածային կողմը, երկու դեպքում են մարդու փրկությունը դառնում է անհնարին։ Առաջին ենթաբաժինը Հիսուս Քրիստոսի մարդեղությունը ինչ է նշանակում Քրիստոսի մարդեղություն։ Այսինքն մարդանալ, օրինակ մեզ համար չենք կարող այդպես ասել, որտեղ մենք հենց որպես մարդ ծնվել ենք, բայց Քրիստոսի մարդեղությունը նշանակում է, որ մինչև որ նա մարդկային մարմնի մեջ մտնի, նա գոյություն է ունեցել, որպես Աստված։ Սակայն ժամանակների մեջ Տեր Հիսուսը եկավ եւ մտավ մարդկային էության մեջ, ինչպես որ հավատամքն է ասում, ամբողջովին կատարյալ մարդ եղավ մարդկային մարմնով։ Թեև սա ասելով մենք չենք ուզում մերժել նրա աստվածությունը, որտեղ ելի խոսել ենք սրա մասին, Քրիստոսը Աստված էր մարմնով, մարդկային էության մեջ, ոչ թե միայն մարմնի մեջ, այլ մարդկային էության մեջ։ Ուրեմն Աստված հայտնվեց մարմնում։ Մի քանի հատկություններ կնայենք, մի քանի պատմությունից վկայած դեպքեր կնայենք, որ ապացուցում է, որ Քրիստոս Հիսուսը որպես մարդ եղել է երկրի վրա, որտեղ շատ պատմություններ կան, իբրև թե ուզում են Քրիստոսին մեծարել, բայց չգիտեն, որ Աստված դա չի ուզում իրենց ձևերով մեծարեն Քրիստոսին, իբրև թե Քրիստոսը ոչ թե մարդկային մարմնով է եղել, այլ մարդկային տեսքով է երևացել, այդպես են ասում։ Սակայն նրանց ասածը սխալ է։ Արդարացնել Քրիստոսին, իբրև թե մարմնի մեջ նա չի մտել, բայց մարմնի մեջ մտնելով չի մեղավորությունը կամ ոչ արդարությունը։ Մեղք գործելով է մեղավորությունը, մեղք չանելով սուրբ մնալով է արդարությունը։ Թեկուզ Քրիստոսը մտավ մարդկային մարմնի մեջ, բայց նա իհարկե դրա վրա կնայենք, նա արդար մնաց, սուրբ մնաց։ Այսինքն ոմանց կարծիքով թե մարմնի մեջ մտնելը խախտում է արդարությունը, դա այդպես չէ, ճշմարտության մեջ, իրականության մեջ։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որ նա ունեցել է ֆիզիկական մարմին, մարդկային մարմին եւ մարդկային էություն, կնայենք օրինակ հենց առաջինը այս պատմությունից, որ նա կնոջից ծնվել է, նա մարդ կնոջից ծնվել է, աշխարհ է եկել։ Ղուկաս 2:1-17-ում եւ իհարկե Մատթեոսի մեջ էլ կա պատմությունը, սա է, որ Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ կույսից ծնվեց, թե Մարիամը եւ թե Հովսեփը, որը Մարիամի ամուսինն էր, իհարկե մինչև որ նրանք ամուսնանային, կույս վիճակում Մարիամը հղիացավ։ Եվ անգամ Հովսեփը մտածում էր ծածուկ արձակի, սակայն Սուրբ Հոգին նրան հայտնեց հրեշտակի միջոցով, որ նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է, Մարիամը ասում մաքուր է։ Եվ իհարկե ամեն ինչ ապացուցվեց, որ այդպես է, ասում է Հովսեփ իր կնոջը իր մոտ առավ, Մատթեոս ավետարանում ասում է, առաջին գլխում եւ ասում է նրան չգիտած, մինչև որ նա իր անդրանիկ որդին ծնի, այսինքն մինչև որ Հիսուսը ծնվեց։ Եվ նա իր կնոջը, ասենք, հետ ապրեց մինչև մահ։ Թեկուզ շատերը գիտեին Հովսեփի սերունդից է, եւ հենց Հովսեփը Դավթի ցեղից էր, նաեւ Մարիամը Դավթի ցեղից էր։ Նաեւ Հռոմեացիների 1:3-ում ասում է Հիսուս Քրիստոսը Դավթի ցեղից է։ Դավիթը պատմության մեջ ճանաչված անձնավորություն է որպես թագավոր։ Սուրբ Գիրքը վկայում է, որ նա մարմնի կողմից Դավթի
զավակից եղավ, Մարիամից ծնվեց, անգամ երբ որ ծնվեց, Բեթլեհում ծնվեց, իհարկե ասում է հովիվները եկան եւ տեսան նորածնունդ երեխային, պատմեցին այն երկնային տեսիլքը, Եվս մեկ անգամ ապացույց, որ նա Սուրբ Հոգուց է, ոչ թե օտար ճանապարհներով է հղիացել, այսինքն Հովսեփը չէր հորինում կամ որևէ մեկը։ Անծանոթ մարդիկ անգամ եկան վկայեցին, որ երկինքից հրեշտակների զորք են տեսել, որոնք փառաբանում են Աստծուն Հիսուսի ծննդյան համար, եւ հրեշտակապետներից մեկը նրանց ուղարկել է այդ վայրը, որտեղ որ Քրիստոսը ծնվել է, եւ նրանք եկան, տեսան եւ հաստատեցի, որ հրեշտակից ասածը ճշմարիտ է։ Խոսքը ինչի մասին է, որ Հիսուս Քրիստոսը եղել է որպես մարդ եւ վկայություն կա նաեւ անգամ երկնքից նա ծնունդի հետ կապված։ Երկրորդը, որ նա հենց նոր վկայում է Դավթի ցեղից էր։ Երրորդը պատմության մեջ հիշատակվում է նրա հարևանների մասին, որ հարևանները նրան ճանաչում էին։ Երբ որ Հիսուսը իր գավառը եկավ, իր տարածքը եկավ, այսպիսի վկայություն կա նրա մասին, ասում է, եւ երբ որ եղավ Հիսուսը այս առակները վերջացրեց, գնաց այնտեղից եւ գալով իր գավառը, նրանց ժողովրդանում սովորեցնում է նրանց, այնպես որ զարմանում էին նրանք եւ ասում, որտեղից է սրան այս իմաստությունն ու զորությունները, հոգնակ են ասում։ Չէ որ սա Հյուսնի որդին է, ասում էին, չէ որ սա մայրը Մարիամն է կոչվում եւ եղբայրները Հակոբոս, Հովանես, Սիմոն եւ Հուդա, չէ որ սրա ամեն քույրերը մեզ մոտ են, ապա որտեղից են սրան այս բաները եւ ասում գայթակղում են նրա վրայով։ Ուշադրություն դարձնում եք հարևանները, գյուղացիները, տարածքի ժողովուրդը ճանաչում էին նրան լավ։ Անկամ ոչ թե նրան, հորը, մորը, այսինքն հորը ժողովուրդը նկատի ուներ Հովսեփին։ Նրանք պատմությունը մանրամասն չգիտեին Հիսուսի ծնունդը, սակայն որպես բնակիչներ ճանաչում էին։ Նորից մեկ տեսնում եք մարդկային հատկություններից մեկը, որպես մարդ, որ նա եղել է երկրի վրա, ասում է Հիսուսը ծարավեց, որպես մարդ նա ծարավում էր։ Մենք մենակ Աստված չի ծարավում, նա այս ջուրը չի խմում, որը որ մենք ենք խմում, կամ հրեշտակները մեր օգտագործած ջրից չեն խմում եւ ոնց ասած իրենց ծարավը այս ջրով հագեցնում։ Սակայն Հիսուսի համար ասում է ծարավեց։ Հովանու 4:7-ում իհարկե գիտեք այս պատմությունն նորից երկար չեմ պատմում, որ Հիսուս Քրիստոսը Սամարիայով պետք է անցներ եւ նա մի ջրհորի մոտ կանգնեց, որտեղից որ մի կին եկել էր ջուր հանելու եւ Հիսուսը ջուր ուզեց, որտեղ ծարավ էր եւ ինչ որ դուլ չուներ, որ ջուր քաշի։ Կամ ասենք Մատթեոս 4:2-ում վկայում է, որ փորձան ժամանակ Հիսուսը սովեց։ Չէ, անապատում փորձան ժամանակ, ասում է սովեց, եւ երբ որ սովեց, հակառակորդը մոտեցավ, սկսեց փորձել ու ասելով, որ եթե ասովորտին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն։ Այսինքն որպես մարդ նա սովում էր, ծարավում էր։ Ինչպես որ հիշեցրեցի Հովանու ավետարանի 4-րդ գլխից, նախքան այդ, որ նա պետք է այդ կնոջից ջուր ուզեր, պատմությունը ասում է, որ Հիսուսը հոգնեց, հոգնած էր եւ այդ ջրհորի մոտ նստեց, որ հանգստանա։ Երկրի վրա եղող անձ էր, այսինքն այդ իմաստով։ Թեև նա հաստատության մասին հետո մենք կնայենք։ Նաեւ Մատթեոս 8-րդ գլխի 23-24-րդ խոսքերում ասում է նա քնեց, այսինքն եթե միայն Աստված լիներ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ նա չէր քնելու, որտեղ Աստված չի քնում, Աստված չի հոգնում եւ չի քնում։ Ղուկասի 19:42-ում է գրած Հիսուսը արդյունք թափեց։ Կամ նաեւ Հովանու ավետարան 11-ում հիշում եք, որ Ղազարոսի համար ասում է լացեց։ Ղուկասի 22:44-ում էլ վկայում է այն մասին, որ Հիսուս երբ որ լարված աղոթք էր անում, քրտնեց։ Եվ անգամ ասում են աշճան էր լարվածությունը, որ քրտինքը արյան կաթիլների պես էին դուրս տալիս նրանից։ Այսինքն բոլոր վկայությունները կան, որ Տեր Հիսուս Քրիստոսը մարմնով եւ արյունով մարդ է եղել երկրի վրա։ Եվ հենց այդ մասին է վկայում նաեւ ինքը, որ ինքը մարդու որդի եղել,
Մարկոսի 10:33-34-ում հենց ինքն է իր շատ տեղերում է ասում, ուղղակի մեկ հատված ենք ընտրել կամ երկու հատված, որ Հիսուսը ասում է մարդու որդին եկավ, որպեսզի կորածը փնտրի եւ գտնի, չէ՞։ Ինքն իրեն անվանում էր մարդու որդի։ Միսու արուն ուներ եւ երբ որ խաչվեց, հիշում եք ասում արունը չէ թափվեց։ Եվ նորից վկայություն կա, իհարկե բոլոր ավետարաններում, նաև Մատթեոս 27:50-59-ից 61, որ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա, հոգին ավանդեց, Հայր Աստծուն վերցեցին, խաչից իջեցրեցին եւ թաղեցին։ Գերեզմանում մահացավ եւ թաղվեց որպես մարդ։ Եթե մարդ չլիներ, չեն մահանա, հրեշտակ լիներ, հրեշտակը մարդկային մահ չունի կամ Աստված։ Ուրեմն բոլոր վկայությունները կան, որ Տեր Հիսուսը մեզ նման մարմին է ունեցել երկրի վրա, մեզ նման մարդ է եղել։ Իհարկե, նորից հիշեցնում նրա աստվածության մասին մենք խոսենք, սակայն առաջին բաժինը մենք տրամադրել ենք նրա մարդեղությանը։ Ուշադրություն դարձրեք, մարդ լինելու համար միայն մարդու մարմին ունենալ չէ, որ մարդ պետք է ունենա։ Նաև մարդկային բնություն էլ պետք է ունենա։ Շատերը ինչ են շփոթում, օրինակ շատ սխալ գաղափարներ կան, որ ասում են, օրինակ գաղափարից մեկ, որ ասում են մարդը կապիկից է առաջացել։ Ինչու՞։ Կապիկի որևէ տեսակ կա, որ բոլորովին մարդու նման է։ Անկախ գեղեցկությունից ու տգեղությունից դա չի հարցը։ Ճիշտ նույն կառուցվածք ունի։ Երկու ձեռք, 5 մատ, 2 ոտք, ոտքերին մատներ, 2 ականջ, 2 աչք, քիթ, ամբողջովին կառուցվածքով նման է մարդուն, անգամ ներքին օրգանները, սիրտ, թոք, ստամոքս եւ այլ եւ այլ։ Բոլորովին մարմինը նման է մարդու մարմնին, այսինքն կառուցվածքը էլի եմ հիշեցնում, տգեղություն ու գեղեցկություն չի որոշում մարդ լինելը։ Բնույթն է որոշում։ Սակայն մարմին կա, որ մարդու մարմինի նման է, բայց բնույթը մարդկային չէ։ Դրա համար Տեր Հիսուսը որպեսզի լիներ մարդ, բավական չէր, որ միայն մարդկային մարմին ունենա։ Մարդու որդի կոչվելու համար նա նաև պետք է ունենար մարդկային բնություն, որ այսօր շատերը չեն ճանաչում Հիսուսին։ Նրանք մտածում են Աստված, երբ որ ասում է մարմին հագավ, նրանք մտածում են լոկ, ասես մի ինչ-որ կարծես թե շոր հագավ, իր վրա հագավ մարդկային մարմնի տեսքով։ Ոչ, նաև Հիսուսը ուներ մարդկային բնություն։ Այսինքն ինչ է նշանակում, ինչու համար այսպես պետք է լիներ։ Ասում եմ մարդով եղավ գործանում, այսինքն կամ մեղանչում, մարդով էլ պետք է լիներ արդարացում եւ փրկություն։ Մարդով, որպես թե մարդը իր ամբողջ կատարելությամբ, ասենք կատարյալ մարդ, երբ որ մենք Տեր Հիսուսի համար ասում ենք նա կատարյալ մարդ եղավ, չի նշանակում միայն մարմին ունեցավ, միայն մարմին ունենալով մարդը չի կարող լինել կատարյալ մարդ։ Նիկայի հանգանակի մեջ, այսինքն հավատամքի մեջ էլ չէ, հենց սկզբից որ մշակել են, նրանց մշակած, այսինքն քննած, ուսումնասիրած եւ հաստատված խոսքը սա է այդ հավատամքում, որ Քրիստոսը ուներ այն ամենը, ինչ որ մարդու մեջ կա, այսինքն հոգևոր մարդկային կողմեր եւ ֆիզիկական մարդկային կողմեր, մարմին իր կատարելությամբ եւ մարդկային բնություն իր կատարելությամբ։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, եթե մերժվի Քրիստոսի որևէ կողմը, այսինքն աստվածային կողմը կամ մարդկային կողմը, երկու դեպքում էլ փրկությունը կդառնա անհնարին։ Օրինակ Կողոսացիների 1:20-ը ասում է. «Եվ նրանով, այսինքն Քրիստոսով, Աստծո գործի մասին է, Աստված նրանով ամենը հաշտեցնե իր հետ խաղաղություն անելով նրա ձեռքով նրա խաչի արունովը, թե երկրի վրա եւ թե երկնքում լինողներին»։ Քրիստոսը հենց մարդ զոր լինելով է, որ մարդկային ցեղը պետք է փրկի։ Ադամը պարտվեց։ Ադամը Աստծո պատկերով ստեղծվեց եւ մենք խոսել ենք դրա մասին, որ ազատ ստեղծվեց նա։ Եվ իհարկե, եթե մենք մի թեմա չենք ուսումնասիրել, մեզ համար դժվար կլինի մյուսը հասկանալու։ Դրա համար
ըստ հերթականության այնպիսի թեմաներ ենք իրար ետևից պատրաստել, որպեսզի օգտվենք նախորդ թեմանից, որ այսօր հասկանանք այս թեման։ Ադամը ազատ էր, հենց սա էր Աստծո պատկերներից մեկը։ Ազատություն, կամք, որ ինքը կարող էր քննել եւ ընդունել կամ չընդունել։ Սակայն երբ որ մարդով եղավ պարտություն չարի դեմ, Աստված հզոր էր, Աստված կարող էր, չէ, ասել, «Եկում գնա չար, առ քո կորցածը նորից քեզ»։ Բայց նա չար է, որովհետև դա արդարությամբ չէ լինի։ Դրա համար Աստված ժամանակի մեջ, ինչպես Տեր Հիսուսն է Հայր Աստծուն ասում դու ողջակեզների, զոհերի եւ պատարագների չկամեցար, այլ ինձ հան մարմին պատրաստեցիր, ահա գալիս եմ քո կամքը կատարելու ով Աստված։ Այսինքն մարդով եղավ պարտություն, մարդով պետք է լիներ հաղթություն։ Եվ հենց այս ճշմարտությունը իրավունքը ստիպում էր, որ Հիսուսը մարդ դառնա, մարդով լինի հաղթություն։ Հովանու երկրորդ թղթի 7-րդ խոսքում գրված է, ասում է, որտեղ շատ մոլորեցնողներ դուրս եկան աշխարհ, որ չեն դավանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ նեռ։ Ով որ Հիսուսին չի ընդունում մարմնով եկած աշխարհ, ասում է, նա մոլորեցնող է եւ նեռ։ Այսինքն ուշացուն եք դարձեք, մարմնով եկած աշխարհ ինչ է նշանակում։ Ոչ թե սա նշանակում է, ով որ չի ընդունում Հիսուսը ծնվեց երկրի վրա, սա մասին չի։ Խոսում է Հովհաննեսը որպես մեկը, որ կար, բայց եկավ մարմնով աշխարհին հայտնվեց։ Չէ, խոսքը սա է ասում, մարմնով եկավ աշխարհ։ Այսինքն կար, որ եկավ։ Ոչ թե նոր առաջացավ։ Այսինքն այդ համարի մեջ կա թե Հիսուսի աստվածությունը, թե մարդեղությունը։ Պատկերացնում եք, հետաքրքիր մի կարճ նախադասություն, բայց ինչքան մեծ ճշմարտություն։ Հիսուսը մարմնով եկավ աշխարհ։ Չեղածը չի գա, բայց մինչև մարմնում լինել նա ով էր։ Աստված էր։ Երկնքում արդեն ծնվեց որպես Աստծո որդի եւ ժամանակների մեջ եկավ ծնվեց նաեւ որպես մարդու որդի։ Սուրբ գրքում մենք տեսնում ենք, որ մարմին արտահայտությունը տարբեր իմաստ ունի։ Ուրիշ լեզուներ կան, օտար լեզուներ կան, որ ինչ որ չափով բնագրին մոտիկ է, այսինքն մի քանի արտահայտություն կա մարմնի համար, սակայն հայերենում մեկ արտահայտություն կա, միայն մարմին։ Ռուսերենում գիտեք, չէ՞, կա ծելա, էլ ինչ, պլոց, չէ, երկու բառ կա օրինակ, բայց էլի չի բավականեցնում բնագրին։ Բնագրի մեջ մի քանի արտահայտություն կա, որը մարմին է նշանակում։ Մենք ներկայացնենք 5 իմաստ Սուրբ գրքում գրված, որ մարմին է գրած, ուղղագրությունը ասած ասած տառացի, մարմին է գրած, բայց տեքստի մեջ մենք նայում ենք, որ այս հատվածի մարմին արտահայտությունը մյուս հատվածի մարմին արտահայտությունից տարբերվում է։ Այսինքն միտեղ ֆիզիկականը նկատի ունի, մյուս տեղը ֆիզիկական նկատի չունի։ Մեկ ուրիշ տեղում են ֆիզիկական ու ոչ ֆիզիկական մարմինը միասին է տեսնում, բայց սակայն առաջինը օրինակ մենք նայենք, մարմին արտահայտությունը միայն մեկն է, ասենք ռուսերենի նման երկուսը չի, կամ ուրիշ լեզվի նման 3-ը կամ 4-ը չէ, սակայն տեքստի մեջ պարզ է, որ տարբերություն կա։ Թեկուզ մարմին է գրած, բայց տարբերությունը զգացվում է։ Օրինակ առաջին իմաստը, որ ֆիզիկական է նշանակում, շոշափելի ֆիզիկական մի բան, գոյական, ֆիզիկական գոյական։ Եվ դա գրված օրինակ առաջին Կորինթացիներին ուղղված նամակի 15-39-ից 41-ը ասում է ամեն մարմին միևնույն մարմինը չէ, ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը, ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը, կան երկնավոր մարմիններ, կան երկրավոր մարմիններ, բայց ուրիշ է երկնավորի փառքը, ուրիշ է երկրավորի փառքը, ուրիշ է արեգակի փառքը, ուրիշ է լուսնի փառքը եւ այդպես շարունակվում է։ Այսինքն այս հատվածում մենք պարզ տեսնում ենք գրվածքը խոսում է ֆիզիկական մարմնի մասին։
շոշափելի մարդու ձեռքով կամ հնարավոր դեպքում շոշափվող մարմնի մասն է խոսում։ Ձկների մարմին, կենդանների, թռչունների, մարդու եւ այլ եւ այլ։ Ուրեմն երկրորդ իմաստը նշանակությունը սա է. մարդու միս եւ արյուն մարմինը։ Օրինակ Հռոմեացիների 6:12-ից 13-ում գրված է. Սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին, եւ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացեք մեղքին, այլ ձեր անձերը, ասում է, ներկայացեք Աստծուն, ինչպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստծուն։ Տեսնում եք, որ ինչ ասում մահկանացու մարմինը, մեռնող մարմինը, այսինքն մարմին արտահայտությունը, թեև մարմին է հայերենում հենց դες նայենք, տարբեր իմաստներ ունեն տեքստի հետ կախված։ Օրինակ, առաջինը մենք նայեցինք, որ ֆիզիկական որևէ մարմնի մասին էր խոսքը, տեքստը դա էր խոսում, երկրորդը մարդու ֆիզիկական մարմինի էր ուղղակի ուղղված, երրորդը մարմին է ասում, բայց վերաբերվում է մարդու մեղանչական բնությանը, մեղանչող բնությանը, ֆիզիկական չէ, արդեն սա հոգևոր մաս է։ Օրինակ Հռոմեացիների 7:5-ը ձեզ համար կարդամ, գրված է 7:5-ում ասում է, որտեվ քանի որ մարմնով էիք, մեղքի կերքեր, որ օրենքով էին, զորանում էին մեր անդամներում, որ մենք պտուղ բերենք, ասում է, մեղքին։ Այսինքն ուշադրություն դարձրեք, Պողոս առաքյալը տվյալ ժամանակում գրում է Հռոմ քաղաքում եղող հավատացյալներին, սակայն ասում է, երբ որ մենք մարմնով էինք, չէ դուք, մենք միասին, այսինքն խոսում է հիմա, որ մենք մարմնով չենք, համոզված եղեք, երկնքում չի գրվել այս նամակը, երկրի վրա է գրվել, սակայն Պողոսը խոսում է մի մարմնի մասին, որ առաջ կար եւ հիմա իրենց համար ուժ չունի, այդ մարմնով չեն, որ ապրում են։ Այսինքն խոսքը մեր մեղանչական բնության մասին է, ոչ թե մեղանչական բնությունը իրենց միջից հեռացել էր, ոչ։ Պողոսը ասած սա է, որ առաջ երբ որ մեղանչական բնությունով էին առաջնորդվում, իսկ հիմա արդեն մեղանչական բնությունով չեն առաջնորդվում, այլ վերստին ծնվածներով Աստծո բնությունով են առաջնորդվում։ Նաև 8-րդ գլխի 3-րդ խոսք եւ 7-ից 9-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, ասում եմ, որտեվ կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահի օրենքից։ Երկրորդ խոսքն է սա կարդացը եւ երրորդ շանակում է, որտեվ այն որ անկարող էր, անկարելի էր ասում օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկեց մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար։ Մեղքը դատապարտեց հենց այդ մարմնում։ Մեղքը դատապարտեց այդ մարմնում, որ մարմնում, որը տկար էր, չէր կարողանում Աստծո օրենք կատարել, չէր կարող արդարություն կատարել։ Խոսքը նորից ֆիզիկականի մասին չէ, թե ֆիզիկապես Տերը սուրբ զոհ եղավ, սակայն այս հատվածը ֆիզիկականի մասին չի, ուշադրություն դարձրեք, որովհետև եթե ֆիզիկականի մասին լինի, մարդիկ ապրում էին ֆիզիկական մարմնում եւ կատարում էին Աստծո խոսքը, պատվիրանը, օրենքն էլ անգամ, բայց շնորհքով, ոչ թե օրենքի հոգեբանությամբ, դրա համար Պողոս առաքյալը ասում է, երբ որ տկար էր մարմնի պատճառով, բայց հիմա արդեն այդ տկար չի, կատարում են, ինչու՞, որտեվ մեղքը Աստված դատապարտեց հենց այդ մարմնում, այդ տկար մարմնում, այսինքն մեղանչական բնության մեջ հենց դատապարտեց մեղքը։ Դրա համար արդեն մարդը ապրում է ֆիզիկական մարմնով, սակայն կարող է Աստծո կամք կատարել։ 7-ից 9-ն էլ ձեզ համար կարդամ, գրված է, ասում է, որտեղ մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որտեղ Աստծո օրենքին չի հնազանդում եւ կարող էլ չէ։ Եվ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել, բայց դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Աստծո հոգին ձեզանում է բնակված, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Ուշադրություն դարձնում եք, ասում է մարմին եւ հետո ասում է դուք մարմնով չեք։ Այսինքն Պողոս առաքյալը չէր գրում երկնքում եղողներին, Հռոմում եղող հավատացյալներին էր գրում եւ ասում է, բայց դուք մարմնով չեք։ Նշանակում է սա ուրիշ մի մարմին է նշանակում, ոչ ֆիզիկական։
իհարկե արդեն բացահայտում է մեղանչական բնությունով։ Այսինքն մենք արդեն մեղանչական բնությունով չի որ ապրում ենք, այլ Աստծո հոգով, այսինքն Աստծո հոգու բնությամբ։ Եվ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Գիտեք սա որ խոսքն է, որ Տերը ասաց, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայություն չի տեսնի։ Այսինքն, եթե մեկի մեջ աստվածային բնություն չլինի, նա վերստին չծնվի, Աստծո բնությամբ չլինի, չի կարող Աստծո կամ կատարել եւ Աստծո արքայություն տեսնել։ Ուրեմն ինչ է նշանակում, որ այս խոսքը իրոք որ վերաբերում է մեղանչական բնության, որտեղ մի մարմնի մասին է խոսում, վատ մարմնի Պողոս առաքյալը, որը Աստծո կամքը չի կարող կատարել, չի ուզում կատարել։ Բայց դուք ասում եք մարմնով չեք։ Ինչով եք Աստծո հոգով, Աստծո հոգու բնությամբ։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն երրորդ իմաստը մենք տեսանք, որ հատվածներ կան, իհարկե շատ տեղեր կան, որ խոսքը մեղանչական բնության է վերաբերում։ Չորրորդ իմաստը գոյություն ունի, որ Սուրբ Գիրքը նշում է ֆիզիկական մարմին եւ մարդկային բնությունը միասին։ Եվ 5-րդ իմաստը ֆիզիկական մարմինը եւ ներքնաշխարհը միասին։ Մարդկային բնությունն ու ֆիզիկականը, բայց սա էլ ամբողջ այն ողնուծուցը, որ ասում են ծածուկ տեղեն է Սուրբ Գիրքը, որ ասում է։ Գործքի 2:17-ում գրված է. Եվ կնի հետին օրերում ասում է Աստված, որ իմ հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա։ Ամեն մարմնի վրա, ոնց ամեն մարդու վրա։ Եվ շարունակում է ձեր որդիները այսպես կանեն, ծերերը այնպես, տեսիլքները, մարգարեությունները եւ այլն եւ այլն։ Վերջին օրերում Աստված ողորմություն է խոստանում, իմ հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա։ Այսինքն ամեն անձի վրա, որպես մարդ էություն եւ շարունակության մեջ ուզում եմ կարդալ Հռոմեացի 3:20-ն էլ ձեզ համար, որ ասում է, որտեղ օրենքի գործից ոչ մի մարմին չի արդարանա նրա առաջին, որտեղ օրենքով լինում է մեղքի գիտությունը։ Ոչ մի մարմին չի արդարանա, խոսքը նորից մարդկային ամբողջ էության մասին է, բնական է, կենդանների մասին չէ, որ կենդանները գան, հավատան, ապաշխարեն, փրկվեն, տես չի։ Այսինքն խոսքը օրենքով ոչ մի մարմին, այսինքն մարդկային էության մասին է, ոչ մի մարդ չի արդարանա, բայց սակայն Սուրբ Գրքում գրած է մարմին, ոչ թե մարդ։ Գուցե որ մենք փոխենք արտահայտություն ասենք ոչ մի մարդ չի արդարանա, գուցե ինչ-որ մտքեր կորցնենք այդ նախադասությունից, որտեղ ավելի խորն է մարմին արտահայտությունը, քան որ մենք մարդ ասենք։ Ոչ թե մարդը ուղակի երեսանց, այլ մարդու ամբողջ ներսն էլ հետը։ Մարդու որևէ մաս չկա, որ կարողանա Աստծո օրենք լսել եւ օրենքով արդարանալ։ Ուզում եմ ասել, մարդը ամբողջովին հոգով էլ, շնչով էլ, մարմնով էլ տկար է։ Արդարանալու ուժ չունի ինքն իրենով։ Դրա համար ասում է Աստված իր որդին ուղարկեց։ Նորից մենք որ տեսնում ենք 5 իմաստ ուներ մարմին արտահայտությունը, հիմա մենք դառնանք Քրիստոսի անձին։ Արդյոք Քրիստոսը միայն ֆիզիկական մարմին է ունեցել, կամ նրա մարդեղությունը միայն ֆիզիկականին է վերաբերվում, թե ավելին է։ Խոսքը այսպես ասում, Հիսուս Քրիստոսը մեզ մեղքից ազատելու համար ոչ թե միայն իր ֆիզիկական մարմինը զոհաբերեց, այլ նա այդ մարմնում դատապարտեց մարդկային մեղանչական բնությունը։ Հռոմեացի 6:6 եւ 8:3-ը ձեզ համար կարդամ, ինչ է գրված այդ հատվածում, ասում է այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի եւ այլևս չծառայենք մեղքին։ Տեսնում եք, մեր հին մարդը նրա հետ խաչվեց, մեր հին մարդ։ Այսինքն ինչ է նշանակում, հենց սա մեղանչական բնության մասին է։ Հին բնությունը մեր, որ մարդու բնություն է։ Եվ մենք հինը կորցնելով կամ հինը դատապարտվելով Քրիստոսի խաչով ստանում ենք նոր աստվածային բնություն, նոր մարդ ենք դառնում Աստծո պատկերով։ Դրա համար ասում է այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց։ Այսինքն ինչ է նշանակում։ Քրիստոսը ոչ թե միայն ֆիզիկապես է խաչվել, այլ նա իր ամբողջ էությամբ տրվել է դրան եւ անգամ իր էության, մարդկային էության մեջ դատապարտել է մարդկային մեղանչական բնությունը։ Խաչն է հանել։ Կամ 8:3-ում ասում է
որտեղ այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար եւ մեղքը դատապարտեց այդ մարմնում մարդիկ կան, որ իբրև թե Քրիստոսին ուզում են լավություն անել։ Մեկ էլ ասում չէ, Քրիստոսը իր մեջ մեղանչական բնություն չի ունեցել։ Քրիստոսի մեջ նրանք համարում են, եթե մեղանչական բնություն լիներ, ուրեմն նա մեղավոր կհամարվեր։ Ոչ։ Օրինակ, ուշադրություն դարձրեք Տեր Հիսուսի խոսքերին։ Ասում է մեկը, եթե մի կնոջ նայի ցանկանալու նպատակով, նա շնացավ իր մեջ։ Բայց եթե մեկը նայում է ոչ ցանկանալու նպատակով, նշանակում է նա մաքուր է։ Չէ՞։ Այսինքն, եթե չի նայում այդ իմաստով, նշանակում է նա չի մեղանչում։ Ոմանք այսպիսի արտահայտություն են անում, նոր ուսմունք էր առաջ եկել մոտ մի 20 տարի առաջ, այսինքն հին են Պողոսի դատապարտած ուսմունքներից էր, որ նորից ոնց ասած ջրի երես էր ելել, մարդիկ մեկ էլ տեսնում ես այսպիսի արտահայտություն են անում։ Աստված ուզել էլ չէր կարող մեղանչել կամ Քրիստոսը, ցանկանալ էլ չէր կարող մեղանչել։ Սրանով նրանք ցածրացնում են Աստծուն։ Իբրև թե անց չի Աստված։ Բայց Քրիստոսի համար չի ասում, եթե նա ցանկանալ չէր կարող մեղանչել։ Ոչ, նա ասում է սիրեցիր արդարությունը, ատեցիր անօրենությունը։ Նա ցանկացավ արդարության, չցանկացավ անօրենության։ Ոնց որ ծնողի համար ասես, որ ծնողը ուզի էլ չի կարող երեխային, ասենք օրինակ, սպանել։ Ոչ թե ուզի չի կարող, այլ չի ուզում եւ չի անում։ Մարդիկ իբրև թե հայտնություն են արել Աստծո մասին, ուզի էլ չի կարող։ Ոչ, Աստված հենց կամքով է սուրբ, ընտրությունով է սուրբ։ Հիսուս իր ընտրությամբ ասում է. սիրեցիր, ընտրեցիր արդարությունը, ատեցիր անօրենությունը։ Ուրեմն Աստված Հիսուսին իրոք որ ասում են ուղարկեց մարդկային մարմնի մեջ, ասում մարդկային ամբողջ էության մասին էր խոսքը։ Ուրեմն խոսքը ապացուցում է, որ Հիսուսը իր մեջ դատապարտեց մեղանչական բնությունը։ Սա է, որ մեղանչական բնություն հասկանում եք մարդու մեջի փափակը, ձգտումը, բայց սակայն Տերը ասում է մի պարտվիր, չէ, դու այդ բանի ցանկությունից, այլ հաղթիր, դու հաղթիր։ Եվ հենց Հիսուսը այդպես արեց, հաղթեց այդ ցանկություններին։ Նա մարդկային ցանկությունով չգնաց, մարդկային ցանկությունը Հիսուսին ասում է մի խաչվի, մարդկային բնության, էության խոսքը, որ չէր ուզում կատարի Աստծո կամքը, բայց Հիսուսը չենթարկվեց այդ ցանկության, ենթարկվեց Աստծո կամքին, ավելի մահը ընտրեց, քան մարմնի ցանկության կյանքը։ Մարմինը չէր ուզում մեռնել։ Դրա համար ասում է հոգին հոժար է, մարմինը տկար, չէ, Հիսուսի համար այդպես է գրված։ Եվ մենք տեսնում ենք, իրոք Տեր Հիսուսի ներսը կար մի բնություն, որը ուզում էր հակառակ կանգնել Աստծո կամքին, բայց Տերը չենթարկվեց այդ հակառակությանը։ Բայց մարդու մեջ մարդկային բնությունը մի բնություն էր, որ տկար էր, մեղանչական էր, այսինքն մեղանչական նշանակում է օրինակ ասում են մահկանացու է։ Մահկանացու ինչ է նշանակում։ Ոչ թե մարդը մեռած է, այլ մեռնող է։ Նա գնում է դեպի մահվան։ Մեղանչականը սա է, ոչ թե մեղանչած է մարդը, այլ հակում կա դեպի մեղքը, գնալու պոտենցիալ ունի, բայց Տերը իհարկե հիշեցնում է, որ հենց սրանով էր հզոր, զորավոր եւ սուրբ, որ հաղթեց, որ որևէ մարդ չէր կարողացել այդ մարդկային ցանկությունների դեմ։ Այո, մարդիկ եղել են, ես պահել են, բայց ամեն ինչով չեն պահել։ Պարտություն են կրել բոլորը։ Ողջ մարդկության մեջ միայն մեկ հոգի է, որ հաղթել է, եւ սրանով է Հիսուսի մեծությունը։ Շատերը որ ասում են Հիսուսը մեղանչական բնություն չի ունեցել, նշանակում է նրանք Հիսուսին փոքրացնում են, այսինքն եթե ունենար նա էլ կպարտվեր, այսպես է նշանակում։ Այսինքն ամենակարող չէր։ Բայց սրանով է Հիսուսի մեծությունը եւ ընտրությունը, եւ սրանով է մեր փրկությունը, ասում է ամեն բանով փորձված է, այսինքն եթե ես օրինակ եմ ասում, ես մի գազանի հետ մարտնչել եմ, չեմ կարողացել հաղթել, պարտվել եմ։ Եթե Հիսուսը չկա այդ գազանին հաղթի, իմ ազատությունս ո՞նց կլինի։ Հիսուս պետք է բոլոր ինձ հաղթողների հետ մարտնչի, որ հաղթի ինձ ազատի։
Ուրեմն Սուրբ Գիրքը ասում ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը բոլորովին մեզ նման է եղել, բացի մեղանչելուց։ Եվ ես ուզում հենց այդ հատվածը կարդալ Եբրայեցիների թղթից։ Նախ կարդամ 2:14 խոսքը ձեզ համար, արդ որովհետև մանկուկ նկատի ունի փրկված մարդիկ, որոնք Աստծո զավակներ են դարձել, Արյունին եւ մարմնի մասնակից եղան, ասում է ինքն էլ Քրիստոսը շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, ասենք սատանային 17-ն էլ հետը, ասում է եւ ազատի նրանց, որ մահի վախով իրենց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված են, որովհետեւ ասում է բնավ հրեշտակների ձեռք չի տալիս, այլ Աբրահամի սերունդի, ասենք փրկիչը պետք է լիներ Աբրահամի սերունդից, ոչ թե հրեշտակ։ Այսինքն ուշադրություն դարձնում եք, հենց այս խոսքն է, որ մարդով եղավ կործանում, մարդով պետք է լինի փրկություն։ Խոսքը սա է, որ Աբրահամի սերունդին է տալիս։ Ասում է, ուստի պետք է նրան, որ բոլորովին եղբայրներին նմանվի, որ ողորմած լինի եւ հավատարիմ քանապետ Աստվածակույս կողմանե, որ ժողովրդի մեղքերը քավե։ Որոշ տեղեր որ գրած է, որ նա մեղանչական մարմնի նմանությամբ, ոմանք ասում են, դա դրսևորված նմանություն էր, ամբողջ նմանությունը չէր, բայց Սուրբ Գիրքը նրանց խոսքը մերժում է, ասում է, որ բոլորովին նման լինի, ամբողջովին, որևէ բանով չտարբերվի։ Բայց շարունակությունը կարդամ 4:15-ում ասում է, որովհետև ոչ թե այնպիսի քանապետ ունենք, որ չկարանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Այսինքն ամեն բանով եւ էլի հիշեցնում եմ, որ մեր ամենաշատ եւ ամենամեծ փորձությունից մեր ցանկությունները մեր բնության կողմից են։ Եթե Քրիստոսը գար, ուղղակի մարդկանցից փորձվեր, քամուց փորձվեր, ցրտից փորձվեր, սատանայից փորձվեր, մեղանչական բնությունից չփորձվեր, փրկությունը չէր կարող կատարել։ Որտեղ մի բան կա մարդու մեջ, որ մարդուն բռնում է, չէր թողի, որ ազատագրվի, մարդը դառնա Աստծո բաժին։ Դրա համար ասում եմ, ամեն բանով փորձված մեր նմանությամբ, ասենք ոչ մի բանով պակաս։ Սակայն տարբերությունը սա է, մենք փորձվելով, ամեն բանով թեկուզ ասենք փորձվել ենք, բայց չենք մնացել առանց մեղքի, ասենք մեղանչել ենք, իսկ Հիսուսը ամեն բանով փորձվել է, բայց մնացել է առանց մեղքի։ Աստված ձեզ օրհնի, Հիսուսին էլ փառք։ Ուրեմն մարդուն մեղանչական բնությունից եւ դատաստանից փրկելու համար Աստված իր որդին ուղարկեց մարդկային էության մեջ, որ իր մեջ, ասես ասես մարդկային մեղանչական բնությունը հոգու զորությամբ սանձի, սաստի, կապի, դատապարտի խաչի մահվան եւ անգործ թողնի հավատացողների համար իհարկե։ Եվ Փիլիպեցիների 2:6-11-ում էլ հենց դա է ասում, չէ՞, որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հասան լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առավ մարդկանց նման լինել մարդու կերպարանքով, ասում է մարդու կերպարանքով։ Մարդու պես գտնվելով, ասում է, իրեն խոնարհեցեց, հնազանդվեց մինչև մահ։ Ուշադրություն դարձեք, շատերը ասենց են ասում։ Նա բոլորովին մարդու նման չէր։ Ուղղակի մարդու կերպարանք էր հագել։ Նման արտահայտություն են ասում, բայց ես հաճախակի նման ասողներին ասում եմ, եթե դու ընդունում ես մարդու կերպարանք արտահայտությունը լոկ դրսևանց են վերաբերում է դրսին, նշանակում է նույն տեքստի մեջ Աստծո կերպարանքում լինելն էլ դու այդպես կմտածես։ Նշանակում է քո ասելով Հիսուս ոչ կատարյալ Աստված էր, ոչ կատարյալ մարդ էր, հա։ Չասում կատարյալ Աստված էր։ Եթե կատարյալ Աստվածը նույն արտահայտությունը բնագրում, իհարկե այս վերջին թարգմանություններում ձևափոխում են, ուզում են Քրիստոս արդարացնել, թե հիմա դիտման բնանը որ շեղեն, բայց բնագրում նույն արտահայտությունն է։ Աստծո կերպարանքում լինելով նա մարդու կերպարանք հագավ։ Այսինքն նույն արտահայտությունն է, եթե Աստծո կերպարանքումն էր, մտավ մարդու կերպարանքի մեջ, ինչպես որ ամբողջովին Աստված էր, այսպես էլ ամբողջովին մարդ դարձավ։ Առաջին Տիմոթեոս 3:16-ում ասում է Աստված հայտնվեց մարմնում։ Սակայն շարունակության մեջ ասում է արդարացավ հոգով։ Այսինքն ուշադրություն դարձնում եք
հայտնվեց մարմնում, բայց նա արդարությունը մարմնից չէր, հոգուց էր։ Այսինքն նա հոգով սանձեց մարմնի ցանկությունները։ Հոգով սանձեց հենց Պողոս առաքյալը մեզ էլ է չէ սովորեցնում։ Ասում է մենք պարտական ենք ոչ թե մարմնի մարմնապես ապրելու, այլ Աստծո հոգով մենք պետք է դեմ կենանք մարմնի ցանկություններին։ Նույն Քրիստոսի ճանապարհը Պողոս առաքյալը մեզ էլ է սովորեցնում։ Հոգով դեմ կենան մարմնի ցանկություններին։ Աստծո որդին մեկացավ մարդկային էության եւ հաղորդ եղավ այդ էության մեջ մարդկային բնությանն էլ։ Եվ այդպես ճանապարհ հարթեց մեզ մեկանալու Աստծո բնությանը, որ հավատացող սուրբ կոչվի, թեև նրա մեջ մեղանչական բնություն կա։ Մարդիկ մտածում են, եթե Քրիստոսի մեջ լիներ մեղանչական բնություն, նա սուրբ չէր կոչվի։ Չէ՞ այդպես են մտածում։ Նրանք չեն իմանում սուրբ ինչ է նշանակում։ Սուրբ նախ երկու իմաստ ունի, չէ՞, դիրք եւ վիճակ։ Հիսուսը թե դիրքով էր սուրբ, նա վիճակով գործերով մնաց սուրբ։ Ուզում է մեղանչական բնություն լինի, ինչ ուզում է լինի, եթե չի մեղանչել, նա սուրբ է։ Նմանապես տեսեք, առաջին Կորինթացի 1:2-ում ասում է, չէ՞ Պողոս առաքյալը դիմում է նամակը այսպես, երբ որ նամակը գրում է, եւ ոչ թե միայն Կորինթացիներն ուղղակի այս հատվածն է կորնակ վերջն է, Աստծո եկեղեցուն, որ Կորինթոսումն է, Հիսուս Քրիստոսում սրբվածներից կանչված սուրբերիդ։ Ուշադրություն դարձեք, հարց եմ տալիս, մարդը մեղանչական բնություն ունի, թե չէ, հիմա։ Մենք ունենք, թե չէ, այո։ Ոչ թե մեր միջից դուրս է հանել Աստված, այլ խաչով մեզ ուժ է տվել, որ մենք այդ բնությանը չենթարկվենք, մինչև որ այս մարմնից դուրս կգանք։ Եվ մարդիկ ասում են, այո, կա մեղանչական, եթե ասում են մեղանչական բնությունը մեղավորության հարց է որոշում, ում մեջ կա նա սուրբ չի կարող լինել։ Ինչպես է որ Պողոս առաքյալը փրկված մարդուն ասում է Կորինթոսում եղող սուրբերիդ, կամ Հռոմում եղած սուրբերին, Եփեսոսում եղած սուրբերին։ Օրինակ, ուրեմն նշանակում է նրանց պնդումները սխալ են։ Եվ մյուս հատվածը, որ ուզում եմ կարդալ ձեզ համար, Երկրորդ Տիմոթեոս 1:9-ում է գրված, Տիրոջ մասին ասում է, որ փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի համատ, այլ իր առաջադրության համատ, ասում է, եւ շնորհքի համատ։ Մեզ սուրբ կոչեց Աստված, որպես Աստծո սուրբեր։ Ուրեմն ինչ է նշանակում։ Մեղանչական բնության գոյությունը չի խանգարում սուրբ լինելուն։ Թեև առանց Աստծո մի զորություն է, որը մարդու խեղճացնում է, տանում է դեպի մեղք գործելու, սակայն Աստծո մարդը կարող է սուրբ լինել եւ սանձել այդ բնության։ Նմանապես, երբ որ ասվում է Քրիստոսի մեջ մեղանչական բնություն կար, սա չի նշանակում, որ ասվում է Քրիստոսը մեղավոր էր, ոչ, այլ նշանակում է, որ Քրիստոսը բոլորովին մեզ նման էր։ Սակայն այն խոսքը իրական է, որ ասում է ամեն բանով փորձված, բայց առանց մեղքի։ Այսինքն մեղանչական բնություն թեև նրա մեջ կար, նա հաղթեց այդ մեղանչական բնությանը։ Եվ անգամ ես իմ կողմից կարող եմ ասել, որ եթե անգամ որևէ հեշտակ ուղարկվեր մարմնի մեջ, նա չէր կարող դիմադրել եւ հակառակվել այս բնությանը, որտեղ մեղանչական բնությունը շատ սարսափելի է, շատ մեծ զորություն ունի կործանելու համար, եւ անգամ հրեշտակները մարմին հագնելով չեն կարող դիմանալ այդ զորությանը, եւ հենց սա էլ ապացույց էր, հաղթությունը Քրիստոսի ապացույց, որ նա Աստված էր, միայն Աստված էր, որ կարող էր մեղանչական բնությանը հաղթել։ Առաջին Թուղթովանություն 3:4-6 Սուրբ Գիրքը ասում է, ամեն ով մեղք է գործում, անօրություն է անում, եւ մեղքն է անօրություն, եւ գիտենք, որ նա հայտնվեց, որ մեր մեղքերը վերառնեն, եւ նրանում մեղք չկա, ամեն ով նրանում մնում է, չի մեղանչում, եւ ամեն ով մեղանչում է, չի տեսել նրան, եւ ոչ էլ ճանաչել է նրան։ Այսինքն Հովհաննեսը մեղք ասելով նկատի ունի գործ, անիրավ գործ, չասում, որ մեղք է գործում, անիրավություն է հենց իր արածը, մեղքը գործելու բան է, շատերը շփոթում են մեղանչական բնությունը մեղքի հետ, եւ երբ որ ասում ես Քրիստոսի մեջ մեղանչական բնություն է եղել, նրանք ինչ են ասում,
Եթե լիներ, ուրեմն մեղավոր կլիներ, սակայն մեղանչական բնության գոյությունը չի որոշում մարդու մեղավորությունը։ Մեղանչական բնությունը ընդամենը մի տկարություն է, որ մարդու մեջ կա, որ մարդուն տանում է դեպի մեղանչելու, սակայն Քրիստոսը աստվածային բնությամբ, աստվածային հոգով այդ տկարությունը զսպեց, սանձեց, պահեց եւ չմեղանչեց։ Ուրեմն շատերը շփոթում են սա։ Սակայն ես ուզում եմ մի բան ասեմ, մենք պետք է սովորենք Սուրբ Գրքին հավատալ։ Շատ մարդիկ, որ հավատացյալ են կոչվում, իրենց թվում է թե հավատում են Աստծուն, հավատում են Աստծո գրքին։ Աստծուն հավատալ նշանակում է Աստծո խոսքին հավատալ։ Օրինակ, շատ ժամանակ մարդիկ կոչվում են անհավատ, այսինքն ինչ են հավատում։ Ոչ թե նրանք ընդհանրապես Աստծուն չեն հավատում, այլ ասում են, դե մենք չենք հավատում, որ օրինակ կույսից որդի ծնվի։ Թեև գրված է, սակայն նրանք չեն հավատում գրվածքին։ Նրանք ասում են, ինչպես կլինի դա։ Այսինքն նրանք իրենց հասկացողությանն են վստահում, ոչ թե Աստծո գրվածքին։ Նմանապես որոշ հավատացյալ կոչվածներ կան, անգամ քարոզիչներ, որ քարոզում են, բայց չեն հավատում գրքին։ Սուրբ գրքում պարզ գրված է, որ ամեն ինչ որ մարդու մեջ կա, նա բոլորովին նման եղավ նրանց, ումը որ պետք է փրկել բացի մեկ հարցից, մեղանչելու հարցից, այսինքն չարություն անելու, մեղանչելու սա է նշանակում, չարություն անելուց բացի մնացած ամեն ինչը մեզնի նմանվում էր։ Մեկը տեսնում ես այսպիսի արտահայտություն են անում, քանի կար ասում էին, չէ, Հիսուսը միայն մարմին է ունեցել մարդկային, բայց երբ որ հասկացան, որ միայն մարմին ունենալը չի որոշում մարդու մարդ լինելը կամ մարդու որդի լինելը, մեկ էլ խոսքը փոխում են, ասում են, Հիսուսը ուներ Ադամի չմեղանչած ժամանակի մարդկային բնությունը, ասում են, մի հատ բարի եղիր Սուրբ Գրքից ապացուցիր քո ասած, չկա նման բան գրած։ Հակառակ Հիսուսը կոչվում է Աբրահամի որդի, Դավթի որդի, եւ անգամ տառացի գրած է բոլորովին մեզ նման։ Բոլորովին, այն մարդկանց, ովքեր որ փրկության կարիք ունեն եբրայեցիների թղթում ասում է։ Ուրեմն մարդիկ սովոր չեն հավատան գրվածքին, որ հիշեցեցի Հռոմեացիների 6-րդ գլխի 6-ից ասում է, այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Չի ասում, այսպես պատկերացրեք, մտածեք ուղակի, տրամադրեք ձեզ այսպես, այդպես չի ասում, գիտենալով, որպես փաստ եղած փաստ, որ մեր հին մարդը նրա հետ խաչը ելավ, իրական փաստ է սա, ենթադրություն չի։ Նմանապես գաղատացիներն ասում են, նրանք, որ Քրիստոսին են, իրենց մարմինը խաչն են հանել են արդեն, որպես փաստ, բայց ֆիզիկապես նրանք նման բանի չէին հանդիպել, խաչի վրա գանվեին Քրիստոսի հետ միասին, ոչ, խոսքը պարզ ցույց է տալիս մեղանչական բնության մասին էր։ Եվ իհարկե Հովանու առաջին թղթի 4-ի մեջ էր 1-ից 4-ում, որ հիշեցրեցին, Հովանես հենց խիստ է նայում ավելի այս հարցը, ասում սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, այլ փորձեք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որտեղ շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ, սրանով ճանաչեցեք, ասում է Աստծո հոգին, ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստծուց է։ Եվ ամեն հոգի ասում է, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսի մարմնով եկած, Աստծուց չէ, նա նեռի հոգին է, որ լսեցիք, թե գալիս է աշխարհ։ Արդեն խոսել եմ, որ Քրիստոսը, եթե մեկը չի ընդունում Քրիստոսը այդ մարմնով եկած, ուրեմն ամբողջ ավետանը չի ընդունում։ Նրա ընդունած Քրիստոսը չկա։ Օրինակ, մարդիկ ասում են, մենք պաշտում ենք այն Քրիստոսին, որը քո ասած մարմնով չի եկել, մեղանչական մարմնով, բայց իրականության մեջ Սուրբ Գիրքը ասում է, այդ Քրիստոսն է եկել։ Եվ ես այստեղ հասկացա Պողոսը ինչ է ասում գաղատացիներին կամ կորինթացիներին ուրիշտեղ, ասում է, եթե մեկը գա ուրիշ ավետարան քարոզե կամ ուրիշ Հիսուս կամ Քրիստոս մի ընդունեք։ Ես մտածում եմ, ոնց թե ուրիշ Քրիստոս ինչպես կարելի է քարոզել։ Պատմություն ասում եմ, ես Քրիստոս, բայց հետո այս թեմայով հասկացա, ոմանք ընդունում են որպես Քրիստոս, ինչ որ մեկին եկած, բայց ոչ մեղանչական բնությամբ եկած։
այդպիսի Քրիստոսը չի եղել իրականության մեջ, նրանք ճիշտ Քրիստոսին չեն երկրպագում։ Հնարած մի Հիսուսի են երկրպագում, որի վրա թեև վերագրում են իրական Քրիստոսի որոշ գործերը, հա, որը էս է արել, այն է արել, այսպես է խաչվել, բայց իրականության մեջ նրանց ասած Քրիստոսը գոյություն չի ունեցել։ Եթե Հիսուսը լիներ Ադամի չմեղանչած ժամանակի բնության պես, Հիսուսը սուտ խոսացած կլներ, որ ասել բարի մարդ չկա։ Ինչու ես ինձ բարի ասում։ Նա որպես մարդ էր ասում Հիսուսին, բարի մարդ։ Բայց Հիսուսը զծավ ասի, այդ դու իմ մարդկային կողմն ես տեսնում, մի տես բարի, աստվածային կողմը տես, որ բարի է։ Մատթեոս 1:1-ում իհարկե ասում Աբրահամի որդի, Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Հովհաննի 1:5-ում են 14-ում ասում Աստված մարմնով եկավ եւ բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց։ Նորից այդ նույն արտահայտում մարմինն է, ոչ ֆիզիկական մարմինը միայն։ Ֆիզիկականից ավելի միտք արտահայտող մարմինի մասին է խոսում։ Հետաքրքիր է մի բան էլ ձեզ ասեմ, հակառակվողներից մեկը եկավ ասես դու սխալ ես հասկանում։ Եղբայրները ներկային մի 10 քանի հոգի էին։ Ասեց դու սխալ ես հասկանում այդ հարցը։ Հեսա մի հատ գրքույկ եմ բերել, այ էսա կարդա իմացի Քրիստոսը ոնց է եկել աշխարհ։ Այսինքն բրոշյուրը կոչվում է խաչի անտեսված մեկ կողմը։ Մեկ էր որ կարդացիք տեսանք վերջում նա խաչի անտեսված մեկ կողմը ինչ են բացատրում այդ մարդը։ Ասում է շատերը միայն խաչի այս կողմն են նայում, Քրիստոսի գործի այս կողմն են նայում։ Քրիստոսը մեր մեղքերին թողություն տվեց։ Մեր գործած մեղքերի պարտքը մուծեց։ Միայն սա են նայում, ուրիշ բան չեն հասկանում։ Բայց այդ մարդը ասում է ոչ թե միայն Քրիստոսը մեր մեղքերի պատիժի հատուցումը տվեց, նաև Քրիստոսը արմատը դատապարտեց մեղանչական բնությունը, որտեղ նա մեղանչական մարմնով էր եկել եւ այդ մեղանչական մարմինը խաչին գամեց։ Այսինքն ոչ թե մեղքը, այլ մեղք արտադրող, մեղքին մղող մասն էլ դատապարտեց։ Ոչ թե միայն նա մեզ ներեց, այլ նաև մեզ ազատագրեց։ Տարբերություն կա ազատագրման եւ ներման մեջ։ Նա մեզ այդ բնույթից, այդ բնությունից ազատեց։ Խաչի մեկ կողմը սա է, որ մեր մեղքերը ներեց, մյուս կողմը սա է, որ նա մեր մեղանչական բնությունը դատապարտեց, որ մեղքից ազատ լինելով, ինչպես Պետրոս ասաց, արդարության համար ապրենք։ Քրիստոսը, քանի որ մեղանչական բնություն ուներ, նա անհոգ չէր, պայքար ուներ։ Պատկերացնում եք, եթե մեղանչական բնության հետ նա պայքար չունենար, նա չէր կարող կոչվել հաղթող։ Պայքարով պետք է ինքը լիներ հաղթական։ Շատերը ասում են, կարող եք ցույց տալ օրինակ մի այնպիսի հատված, որ Քրիստոսը մեղանչական բնության, մեղանչական մարմնի հետ պայքարել է ինքը։ Սա է պայքարը։ Չասում Աստծո կամքին հոժարվեք, մարմնի հետ մի հոժարվեք։ Ցույց են տալիս նախ 26-րդ գլխից Մատթեոսի 41, որ ասացինք, որ մարմինը իր առաջարկությունն էր անում, բայց Հիսուս ասում էր հայր, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը լինի, չէ՞։ Նա մի մարմնի մեջ էր, որը իր թելադրությունն էր ուզում անել, բայց Հիսուսը հայր Աստծո կամքը առաջին տեղում դրեց, ոչ թե մարմնի ցանկությունը։ Եվ նմանապես Եբրայեցիների 5:7-ից 9-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, շատ հետաքրքիր վկայություն է այդ ճշմարտության մասին։ Ուշադրի լսեք, Քրիստոսի համար ասում են, նա իր մարմնի օրերումը աղոթք եւ աղաչանք սաստիկ, աղակով եւ արտասուքով մատուցում է նրան, որ կարող էր ազատել նրան մահից, եւ լսվեց իր բարեպաշտության համար։ Թեև որդի էր, այն չարչարանքից հնազանդություն սովորեց, եւ երբ որ կատարվեց, բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Տեսնում եք, վերևում ասում են, նա իր մարմնի օրերումը, ոչ թե մեկ օր։ Շատ ժամանակ այս հատվածը կարդում եք, մարդը մտածում դե Գեթսեմանի պահն էր։ Ասում, բայց Գեթսեմանում եղել է մեկ օր։ Մեկ օրում է նա այդ աղաչանքը մատուցել։ Սակայն ասում է իր մարմնի օրերումը, աղաչանք եւ սաստիկ աղաղ եւ արտասուքով նա, այսինքն հաճախակի նման աղոթքներ է ունեցել Տերը։ Օրերումը, որ հայրը նրան ազատի մահից եւ լսվեց իր բարեպաշտության համար։ Այս տեղի գրված մահը հավիտենական մահի հարցն է, ֆիզիկականինը չի։
Ուշադրություն դարձեք, խնդրում եմ այս պահան։ Սուրբ Գիրքը ասում է. Քրիստոսը կարող էր մեռնել, բայց նա աղաչում էր, որ չմեռնի, եւ լսվեց իր բարեպաշտության համար, բայց եթե մենք ֆիզիկականի վրա մտածենք, նա մեռավ։ Պատկերացնում եք, ազատ է մահի մարմնից, բայց Քրիստոս ֆիզիկապես մեռավ։ Բայց ինչպես է որ ասում են նա լսվեց, ֆիզիկականի համար իմաստ չունի, այդքան աղաղակ ու աղաչանքներ, որտեղ ծրագրված է մեռնի, երրորդ օրը հարցուն առնի։ Բայց Տերը պայքար տարավ, որ այսինքն մեղանչական բնությանը չենթարկվի եւ լսվեց, այսինքն Աստված նրան զորացրեց, որ մեղանչական բնույթը նրա վրա իշխանություն չունենա։ Սկզբից ասացի, որ եթե Հիսուսը չլներ, Աստվածային մի էակ չլներ, անգամ եթե հրեշտակ լիներ, ուրիշ որևէ էակ լիներ, մարդկային բնություն հագներ, մարդու մարմնով գար աշխարհ, չէր դիմանա այս, ասենց ասեմ, մահի խայթոցին։ Աստված փառավորվի այս գործի համար, ասում նա իր մարմնի օրերում աղոթք եւ աղաչանք էր մատուցում նրան, որը կարող է իրեն մահից ազատի եւ լսվեց իր բարեպաշտության համար։ Նախ Հիսուսը ծնվել էր մեղանչական մարմին ունեցող կնոջից։ Նա այդ կնոջից էր մարմին ստացել եւ այդ մարմինը ամբողջովին ինչ-որ Մարիամի մարմինն էր, այդ մարմինը ամբողջովին փոխանցվել էր Հիսուսին։ Եվ որ մարդիկ ասում են Ադամի չմեղանչած ժամանակ, այդ ժամանակ ուրեմն պետք է Եվայից ծնվեր, մինչև մեղանչելը։ Բայց նա Մարիամից ծնվեց, մեղանչական բնություն ունեցող մի կնոջից։ Սակայն նա սուրբ էր կոչվում, որտեղ ընտրել էր Աստծուն եւ Աստծո կամքով էր ապրում, ոչ թե չուներ մեղանչական բնություն։ Աստված ձեզ օրհնի։ Մենք հիմա կսկսենք երկրորդ ենթաբաժինը, որը կոչվում է Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Հիսուս Քրիստոսը երկրի վրա ուներ երկու բնություն՝ աստվածային եւ մարդկային։ Մենք գիտենք, որ հենց խոսում ենք, որ նա մարդու որդի էր, որտեղ հենց մարդուց ծնվեց։ Նաեւ Աստծո որդի էր։ Ղուկասի ավետարանի առաջին գլուխ 30-33 խոսքերն եմ ուզում ձեզ համար կարդալ, գրված է. Եվ հրեշտակը ասեց նրան. մի վախեցիր Մարիամ, որտեղ Աստծուց շնորհ գտար եւ ահա կեղիանաս եւ որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես եւ նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի եւ Տեր Աստվածը նրա Դավիթ խորը աթոռը կտա նրան եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա եւ նրա թագավորությունը վերջ չի լինի։ Մենք տեսնում ենք երկու կողմի մասին խոսում է այս հատվածում Մարիամից ծնվող մարդու որդու համար նա ասում է նա բարձրալի որդի կկոչվի, այսինքն Սուրբ գրքում շատ մարգարեներ կան, շատ Աստծո ծառաներ կան, բայց որևէ մեկի համար այսպիսի վկայություն չկա գրված, որ նա բարձրալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նորից շեշտում է, նա Դավիթ հոր աթոռը կտա, այսինքն Դավթի ցեղից էր, մարդու որդի էր եւ Աստծո որդի էր։ Նաեւ Հովանու 1:14-ում ասում է եւ բանը մարմին եղավ, այսինքն Աստված։ Չէ՞ որտեղ առաջի խոսքում ասում է եւ բանն Աստված էր, Աստծո մոտ էր եւ հենց ինքն Աստված էր։ 14-ում ասում է Աստված մարմին հագավ եւ եկավ աշխարհ եւ շարունակություն իհարկե չեմ ուզում կարդալ, միտքը սա է, որ Քրիստոսը երկու բնություն ուներ, աստվածային եւ մարդկային։ Հռոմեացիների 1:3-ում էլ ասում է մարմնի կողմանը Դավթի որդի եղավ, հոգու կողմանը Սուրբ Հոգուց Աստծո որդի սահմանվեց։ Ուրեմն մենք տեսնում ենք նաեւ Մատթեոս 28-ում ինչ է գրված, որ Հիսուսը Հոր անունը վերցնում է իր վրա Սուրբ Հոգու անվան հետ միասին։ Ասում է 28-10 մկրտեցեք նրանց Հոր որդի եւ Սուրբ Հոգու անունով։ Այսինքն չի ասում անուններով, որտեղ նա մեկանում է եւ էլի հիշեցնում է որևէ մարդ չի եղել պատմության մեջ, որի համար գրված լինի, որ նա Աստծո հետ մեկացավ, նույն անունով, նույն փառքով, նույն կարողություններով։ Սուրբ Գիրքն է վկայում, որ նա Աստված է, նաև ամբողջ Սուրբ Գրքում շատ մարգարեներ եղել են, ծառան եղել են, միայն Հիսուսի համար է գրված, որ Տեր ասում է, ինձ տեսնողը Հորը տեսավ։ Չէ՞։ Այդպիսի մարգարե ով է համարձակվել նման արտահայտություն անի, ինձ տեսնողը Հորը տեսավ։ Նման բան չկա։ Նաև Հովանու 3:16-ում նորից խոսում է, Աստված իր որդին ուղարկեց, իր միածին։ Այսինքն 3:16-ում ամենաառաջին ներկայացնում է Քրիստոս
իր աստվածային կողմով, Աստծո որդի, Աստված իր որդին ուղարկեց։ Երկրորդ Կորինթացիների 4:6-ում են գրված, ասում է, որտեղ Աստված ասեց, որ թե խավարից լույս ծագի, եւ ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լուսավորություն տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում է։ Այսինքն աստվածային կողմերն են սրանք Հիսուս Քրիստոսի, որ ուրիշ մեկի համար չկա։ Նորից Կողոսացիների 1:15-ում էլ գրված է։ Ասում է, որ աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված, որտեղ նրանով ամեն բան ստեղծեց, թե երկնքում, թե երկրի վրա։ Շատերը սխալվում են, ասում են, տեսեք, ստեղծվածներից առաջ ծնված։ Այսինքն մտածում են իբրև ստեղծվածների առաջինը, բայց ոչ թե ստեղծված, այլ ծնված, ստեղծվածներից առաջ ծնված, մինչև որ Աստված ստեղծագործություն աներ, նա Աստծուց ծնվեց։ Իհարկե Աստծո մեջ էր, հավիտյան կար Հիսուսը, բայց Աստծուց կարծես թե առանձնացավ եւ որդի անուն ստացավ, մինչև այդ որդի չէր։ Դրա համար ասում է Ֆիլիպեցիներին, Աստծո կերպարանքում լինելով ապշտակություն չհամարեց Աստծո կերպարանքում մնա, այլ ինքը ցածրացավ, այսինքն ցածրանալ հենց այն որ որդիացավ։ Նաև Եբրայեցիների 1:3-ում ոնց խոսում է Քրիստոսի աստվածության համար։ Եվ անգամ երբ որ ուշադրի կարդալ Եբրայեցիների գիրքը, կտեսնեք, որ Հիսուսը հերթականությամբ համեմատվում է ամենքի հետ եւ ամենից վեր է դասվում։ Ասում է հրեշտակներից որին երբևէ ասեց, չէ՞, այսինքն հրեշտակներից ավելի ասում այնքան մեծ համարվեց, որքան իր կոչումը Աստծուց որ ստացավ, իր անունը, կամ մարդկանցից, մարգարեներից, քահանաներից, քահանապետներից, այսինքն ում հետ համեմատվում է Հիսուս ավելի բարձր է, Ահարոնից բարձր է, Ստանից բարձր է, նրանից բարձր է։ Այսինքն ցույց է տալիս նրա աստվածային փառքը, որ թեև երկրի վրա էր որպես մարդ, սակայն հենց իր փառքը ցույց է տալիս, որ ինքը աստվածային ծագում ունի, աստվածային ծնունդ ունի։ Եթե մենք մերժենք Հիսուս Քրիստոսի աստվածային կողմը, ասում է, այդ դեպքում նրա փրկիչ լինելը կմերժենք։ Ուշադրություն դարձեք, մարդկային կողմը, որ մենք մերժենք, ինչ է նշանակում։ Շատերը որ մարդկային կողմի հետ նայեցին, չէ, մերժում են Քրիստոսի մարդկային մարմնով եկած լինելը։ Եթե մերժեն, նշանակում է նրան չեն կարող ընդունել զոհ։ Նաև պարտքը մարդու այնքան մեծ է, որ միայն Աստված անձով կարելի է հատուցել։ Օրինակ, ասենք, սովորություն կա երկրի վրա, չէ, որ գերի են ընկնում մարդիկ պատերազմի ժամանակ։ Մեկ է որ տեսնում ես հանգած պաշտոնյա կոչումով բարձր մեկն է գերի ընկնում, երբեք չեն ասի, մի հատ զինվոր տուր, ես քո սպային տամ։ Չէ, սպայի փոխարեն քանի հոգի են գնահատում, նայած ինչ կոչում ունի։ Բայց Հիսուս այն կոչումը ուներ, որ կարող էր ամբողջ աշխարհը իրենով փրկել։ Այսինքն հենց սա աստվածային արժեք է։ Սամոս 49:7-8 ձեզ համար կարդամ, գրված է այդ տեղում, ասում է. մարդ չի կարող իր եղբորը փրկել եւ ոչ նրա փրկանքը տալ Աստծուն, որովհետեւ թանկ է նրանց անձերի փրկանքը եւ հավիտյան կդադարե։ Այսինքն տեսնում եք, որևէ մարդ չկա, որ կարողանա մարդու համար փրկանք տալ։ Գինը վճարի Աստծուն, մեղքի գինը ծանր է։ Պատկերացնում եք, եւ միայն Աստված էր, որ կարող էր այդ կարողություն ունենալ եւ հատուցում տալ։ Հենց մեղքերի թողության գործ ապացուցում է, որ Քրիստոսը Աստված էր։ Մեկին հարցեցի, որ մերժում են Հիսուսի աստվածությունը, ասեցի, Եսայի մարգարեությունից սկզբից կարդացի, որ ասում է, ես եմ փրկիչ, ինձանից ջոկ փրկիչ չկա, Տերն ասում է։ Եվ հետո հետագայում ասում է, ես իմ անունը ոչ մեկի չեմ տա, Տեր ասում է։ Հետո ասում է, լավ, Հիսուս նշանակում է փրկիչ, չէ՞։ Հա, այդ ո՞նց է լավ Աստված միթե սուտ խոսեց, որ իր անունը դրեց Մարիամից ծնված մարդ որդու վրա, տղայի վրա։ Կամ պետք է ընդունես Աստված էր մարմնով եկած, կամ էլ պետք է ընդունես Աստված սուտ խոսեց։ Էլ ուրիշ երրորդ վիճակ չկա։ Եվ իհարկե հոժարվեց, ասաց ես ընդունում եմ Աստված մարմնով եկած, քան որ ընդունեմ Աստված սուտ խոսեց։ Եվ ինձ հետ միասին ծնկի իջավ երկր պագեց Հիսուսին։ Վկաներից էր։ Մատթեոս 1:21-23-ը ձեզ համար կարդամ, որ ասում է. եւ նա որդի կծնի, արդեն այստեղ էլ հրեշտակը Հովսեփի հետ է խոսում։ Եվ նա անունը Հիսուս կդնես, որտեղ նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։
Եվ այս ամենը եղավ, որ կատարում Մարգարիտ ձեռով Տերիցն ասացը, որ ասում է. ահա կույսը կեղիանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կկոչեն, որ թարգմանում է Աստված մեզ հետ։ Բայց հետաքրքիր է, մենք պետք է ուշադրություն դարձնենք շարահոսությանը։ Ուշադրություն դարձեք։ Ինչ ասում։ Նա իր ժողովրդին որպես Աստված է ներկայանում։ Ժողովուրդը Աստծո ժողովուրդն էր, չէ՞։ Նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից, որտեղ մեղքի համար հատուցում ուզող Աստված էր։ Դրա համար մարդուն փրկելու համար արդարությունը սա էր։ Մեղքի վարձքը մահն է։ Մահ պետք է հատուցվեր, սակայն այնպեսի արդար չկար, այսինքն արդար ընդհանրապես չկար, սակայն այնպեսի մեկն էլ եթե լիներ, որ արդար լիներ մարդը, այն արժեքը չուներ, որ բոլորի գինը հատուցեր։ Դրա համար Աստված ինքը մարմին հագած եկավ աշխարհ։ Հովհաննես 8:24-ում հետաքրքիր վկայություն կա, ասում է. «Արդ ես ձեզ ասեցի, թե ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որտեղ եթե չհավատաք, թե ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»։ Այսինքն ես եմ-ը գիտեք, որ արտահայտություն է, այն ես եմ-ը, որ Աստված Մովսեսին ասեց։ Մովսեսն ասեց, քո անունն ի՞նչ է։ Ասում է, ասեց, ես եմ, որ եմ։ Գնա ասա ես եմ նա ուղարկե։ Այսինքն ես եմ, ինչ է նշանակում։ Կայի կամ եւ կլինեմ, հավիտենական անուն է, հավիտենության հետ կապված անուն է։ Ուրիշտեղ ասում է Տիրոջ անունը սա է, չէ, զորած Տեր, այսինքն զորքերի Տեր, այսինքն զորք ունենալու հետ կապված անուն է ստացել։ Այստեղ էլ կյանքի հետ կապված, հավիտենական կյանքի հետ կապված անուն է ստացել։ Ես եմ։ Եվ Տերը ասում է, եթե դուք չհավատաք ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Այսինքն եթե իմ աստվածությանը չհավատաք, դուք ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ 4 ենթակետեր կնայենք Հիսուս Քրիստոսի աստվածության վերաբերյալ, Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ գործերը, Հիսուս Քրիստոսի աստվածային բնավորությունն ու կարողությունը, Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը եւ Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ անունները։ Ուրեմն աստվածային գործերի մեջ հենց առաջինը սա էր, որ նա մեղքերի թողություն է տալիս։ Օրինակ Մարկոս 2:5-12 մի պատմություն է գրված, ասում է մարդիկ անդամալույց բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի իբրև բժշկի։ Նրանք ինչ էին մտածում։ Մարդուն բերել էին, մեղքերի թողություն չէին խնդրում։ Բերել են լոկ ֆիզիկական բժշկության համար։ Եվ ասում է, չէ, դրան դեմ շատ մարդ կար, երթիկը ծակեցին, եւ դա հենց Հիսուսի տունն է, որտեղ ասում է, երբ որ լսեցին նա տանն է, Հիսուսի տունը ծակեցին վերևից եւ իջեցին Հիսուսի առջև։ Եվ ասում է, երբ որ Հիսուսը նրան ասեց, որթյա քո մեղքերը ներված են, ասում է, որոշ օրենքի գիտակներ իրենց մեջ մտածեցին, սա ով է, որ հայոյություն է անում, ասենք հայոյությունը ինչու՞մն էր։ Ով կարող է մեղքը թողել, եթե ոչ միայն Աստված։ Այսինքն նրանք գիտեն այդ արտահայտությունը միայն Աստված կարող է անել, իրավունք ունի ասելու։ Երբեք որևէ մարգարեի բերանից չի եղել Մովսեսից սկսած, Նոյից դուրս, ասենց ասած, Ադամից եկած, եւ Հովհաննես Մկրտչից դուրս եկած, որևէ մեկը չի ասել, քո մեղքերը ներում եմ։ Եվ նրանք իսրայելցիներ են երկար տարիներ կրթված Աստծո օրենքով, նրանք գիտեն, որ միայն Աստված իրավունք ունի նման արտահայտություն անել։ Դրա համար, երբ որ Հիսուսը Աստծո դերում հանդես եկավ, նրանք դա համարեցին հայոյանք, որտեղ իրանք չունի մարդ դա ասի։ Բայց Տերը ապացուցելու համար ասեց, ո՞րն է ավելի հեշտ ասել, քո մեղքերը թողված են, թե մարդուն ասես վեր կաց եւ մանիեք։ Այսինքն ուշադրություն դարձեք։ Խոսքով, չնայած մեղքերի թողությունը մեծ գործ է, բայց խոսքով ավելի հեշտ է խոսք խոսել, քան թե գործ անել որևէ։ Եթե Հիսուսը սխալ խոսացած լիներ, Հայր Աստված չէր թողնի, որ այդ անդամալույցը բժշկվեր։ Բայց որպես ապացույց Հիսուսը ասեց. «Քեզ եմ ասում, վեր կաց, մայր չտար եւ գնա քո տունը»։ Եվ ասում է նա բոլորի առջև վեր կացավ, մայր չնարավ եւ գնաց իր տունը։ Եվ ասում է ժողովուրդը զարմացել, ասում է ասպիսի բան չենք տեսել։ Նաեւ նա մարդկանց սիրտն ու երիկամունքն է քննում, երկու դեպքում էլ երևաց, չէ՞, մարդիկ իրենց սրտերում էին մտածում, սա ով է, որ այսպիսի բաներ է անում, մտքում էին մտածում, բայց Հիսուսը նա սրտերն էլ իմացավ։ Նա իր հարությամբ հաղթեց մահին։
օրինակ Հովանու 10:17 ձեզ համար կարդամ, ինչ է ասում։ Ասում է նրա համար է հայրը ինձ սիրում, որ իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ նրան։ Ոչ ոք նրան չի վերառնում ինձանց, այլ ես ինքս դնում եմ եւ իշխանություն եմ նրան դնելու եւ իշխանություն եմ նրան ետ առնելու։ Այս պատվերը առա իմ հորից։ Ուշադրություն դարձնում եք, ինքը դնում է, ինքն էլ վերցնում է։ Մենք չենք կարող մեր անձը մեր ուզած ժամանակ դնել, որ թույլ տանք մեր սպանել մեռնենք, մեր ասած օրներ հարություն առնենք։ Մեր ուզած օրը։ Կարող ենք։ Հենց նա որ մահվան վրա իշխանություն ուներ, սա ցույց է տալիս, որ ինքը Աստված է, ուրիշ մեկը այդպես չկա։ Այսինքն այդպեսին մեկը չկա։ Առաջին մասը նրա աստվածային գործերն էր, եւ երկրորդ մասը Հիսուս Քրիստոսի աստվածային բնավորությունն ու կարողությունը, բնույթը կամ եւ կարողությունը։ Մենք ասենք Աստված թեմայում նայել ենք, բարոյական կողմը որն էր, Աստված սեր է եւ Աստված սուրբ է, չէ՞։ Նույն վկայությունը Սուրբ գրքում կա Հիսուս Քրիստոսի համար, որ Հիսուսը սեր է, սիրող է եւ Հիսուսը սուրբ է։ Հովանու 15:9-ում էլ ասում է Հիսուս սիրեց, ասենք ճիշտ աստվածային նույն սիրով, որ հայրն էր սիրել մարդկանց կամ Հիսուսին հենց տվյալ վկայությունն է, նույն սիրով Հիսուսը սիրեց իր աշակերտներին։ Նաեւ Հիսուսը սուրբ է։ Իհարկե սիրո շատ օրինակներ ունի Հիսուսը։ Շատ օրինակներ ունի սիրո, արդեն գիտեք, ամբողջ ավետարանը հենց սիրո ավետարան է նաև կոչվում, ընթացքում փրկության թեմայի մեջ, մնացած թեմաների մեջ ելց Հիսուսի սիրուց ենք խոսելու։ Նաև Հիսուսը սուրբ է։ Մենք նորից Աստված թեմայի մեջ նայեցինք, չէ՞, սուրբ հասկանում ենք երկու իմաստով՝ վիճակով եւ դիրքով։ Դե արդեն վիճակով չեմ ուզում խորանալ սրա մեջ, որ հենց ամբողջ թեմայի մեջ մենք նայեցինք, որ Հիսուսը եթե սուրբ չներ, իրանք չուներ զոհ է լինելու։ Նա ապրեց ամեն ինչով փորձված, բայց առանց մեղքի։ Այսինքն սուրբ էր վիճակով, երբեք մեղք չէր կատարել, անգամ իր թշնամիներին ասում էր. ով ինձ կհանդիմանի մեղքի համար եւ ոչ մեկը չկար, որ նրան հանդիմանի մեղքի համար։ Նաեւ դիրքով, որ մենք ասենք, դիրքով, ասիկն կոչումով, պաշտոնով, տեղով, ասում է Աստված Հիսուսին հարություն տվեց եւ իր աջ կողմը նստեցրեց։ Կամ Ֆիլիպեցիների երկրորդ գլխում որ ասում է մի անուն տվեց, որ ամեն անունից բարձր է։ Նրանից վեր անուն չկա։ Ասում է ոչ երկնքում, ոչ երկրի, ոչ էլ երկրի տակ։ Հենց Եբրայեցիների գիրքը որ հիշեցեցի, Հիսուսը համեմատվում է եւ ամենասուրբ է դուրս գալիս։ Ամեն հրեշտակներից բարձր, ամեն քահանաներից բարձր, ամեն մարգարեներից բարձր։ Ասում է Մովսեսը Աստծո տան մեջ ծառա էր, Մովսեսի հետ է համատում, բայց Քրիստոսը որդի։ Ահարոնը քահանապետ էր, ժամանակավոր ծառայության, բայց նա հավիտենական քահանապետ է, որի քահանապետությանը չափ չկա։ Նա թագավորների թագավոր է, տերերի տեր է, այսինքն դիրքով է նորից սուրբ է։ Հիսուսը շատ վկայություններ կան, շատ համարներ կան, որ այս մասի խոսում են։ Օրինակ Եբրայեցիների 1:3-ում, 8:1-ում, 10:12-ում, Պետրոս առաքյալը իր թղթում ունի գրված 3:22-ում, օրինակ Պետրոսի այդ հատվածից կարդանք, ասում է, որ գնացել է երկինքը եւ Աստծո աշկոմն է, հրեշտակներ եւ իշխանություններ եւ զորությունները հնազանդվելով նրան։ Պատկերացնում եք, ամենաբարձր, բարձրալն է նա։ Սուրբ է նաեւ դիրքով։ Հիմա մենք կնայենք Հիսուս Քրիստոսի կարողության բնութագիրը։ Աստծո համար մենք քանի բնութագիր նայեցինք 7-ը, չէ՞։ Այսինքն Աստված սուրբ է, սեր է, սուրբ է, ամենակարող է, ամենուրեք է, ամենագետ է, ամենաիմաստուն է եւ հավիտյան անփոփոխ է։ Նույնը Հիսուսի համար, տեսնուք Աստված այն բոլոր կարողությունների մեջ բավարարում է նրա մասին վկայությունը սուրբ գրքով։ Նայեցինք երկուսը, հիմա կարողության բնութագիրը նայենք 5-ը, մնացած 5-ը նայենք, նա ամենակարող է։ Հենց Եբրայեցիների 1:3-ում ասում է նա իր խոսքով ամեն բան հնազանդեցնում է իրան։ Հայտնության 1:17 եւ 18-ը կարդամ ձեզ համար, եւ երբ որ տեսա նրան, ասում է, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջին, եւ նա իր աջ ձեռքը ինձ վրա դրեց եւ ասեց ինձ. մի վախեցիր, ես եմ առաջին եւ վերջին, եւ կենթանի եւ մեռածը եւ ահա կենթանի եմ, հավիտյանս, եւ ունեմ, ասում է, դժոխքի եւ մահի բանալիները։
Այսինքն մի այնպիսի վկայություն է տալիս ամենակարողության մասին։ Մեռա, հարություն առա եւ ունեմ ամեն ինչ իր կարողությամբ, ամեն ինչ իր իշխանության տակ է վերցնել եւ արդարությամբ, ոչ թե անիրավությամբ։ Նաեւ Կողոսացիների 1:16-17-ում գրված է։ Իհարկե 15-ից կարդամ, ասում է, որ աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված, որտեղ նրանով ամեն բան ստեղծվեց, ինչ որ երկնքում է երևողներ եւ չերևողներ, թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն բան նրանով նրա համար ստեղծեցին։ Նա է ամենից առաջ եւ ամեն բան նրանով է հաստատ։ Ամեն բան նրանով է հաստատ։ Ինքը ձեռքը վերցրել ամբողջ երկիրը կքանդվի։ Նրանով ստեղծվեց, ասիկին ստեղծագործություն ամենակարողության մի հատ գործ է։ Եվ ավելին է վկայում։ Եվ նա ամենուրեք է, Մատթեոս 28:20-ում Տեր ասում է, ամեն օր ձեզ հետ է մինչև աշխարհի վերջը։ Այսինքն բոլոր հավատացյալների հետ։ Հիմա մենք այստեղ ենք հավաքված, երկրի տարբեր ծայրերում մարդիկ կան Քրիստոսի անունով հավաքված։ Եվ նա ամեն մեկից հետ է։ Սա նա ամենուրեկություն է։ Օրինակ մեկը, որոնք Մարիամ են պաշտում, նրանք կարծում են, թե Աստծուն հաճախ կլինեն Աստծո աղախնում պաշտելով։ Բայց ես ինձ ասացի, գիտեք ինչ, Սուրբ գրքում որևէ տեղ գրված չկա, որ Մարիամը ամենուրեք լինի, կամ Մարիամը մեզ խոստում տված լինի, որ ամեն օր ձեզ հետ է մինչև աշխարհի վերջը, նման բան չկա։ Եվ իզուր է ձեր աղոթքները, աղոթեք, ոչ էլ Մարիամը կլսի, փուչ աղոթքներ, բայց Հիսուսը մեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Իհարկե, որ մենք ասում ենք Հիսուսին ենք աղոթում, ասեցինք, Աստված մեկ է, Աստված ասելով Սուրբ Երեմիայի մեջն է։ Հիսուսի անունով ենք աղոթում, ասում է, ով որ իմ անունով աղոթի, Հայրը լսում է։ Չէ, Սուրբ Հոգին ընդունում է։ Սա ամենուրեկության մասին էր, որ վկայվեց, եւ Հովանու 14:13 եւ 14-րդ խոսքերը կարդամ ձեզ համար։ Եվ ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի որդուը։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կտամ նրան։ Հետաքրքիր է, չէ՞։ Նա խոստանում է, իմ անունով խնդրեք, ես կտամ։ Այսինքն, եթե ամենուրեք չլինի աշխարհի տարբեր ծայրերում կամ թեկուզ այդ ժամանակում առաքյալների խումբը դարձավ հազարներ, ամեն մարդ խնդրում էր տարբեր տեղերում անգամ ծորվեն աշխարհով մեկ։ Ծորվեցին եւ հիմա մենք աղոթք ենք անում։ Եթե նա ամենուրեք չներ, նախ ես խոստումը չէր տա եւ ոչ էլ կարող էր լսել ու իմանալ ով ինչ խնդրեց որ տար։ Հենց աղոթքի պատասխան տալը ցույց է տալիս նա ամենուրեք լինելու մասին։ Նաեւ 23-րդ խոսքը կարդամ, Հիսուսը պատասխան տվեց նրան եւ ասաց աշակերտներից մեկին. Եթե մեկին սիրում է, իմ խոսքը կպահե եւ իմ Հայրը կսիրե նրան։ Եվ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Չի ասում միայն Հայրը կգա կամ Հայրն ամենուրեք, Հոր հետ միասին, որտեղ որ Հայրն է, այնտեղ ինքն է։ Հայրը ամենուրեք է, ինքը ամենուրեք է։ Կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Ամեն մեկին է խո, եթե մեկին սիրե, միլիոնավոր սիրողներ կան։ Միլիոնների հետ մոտ կգանք, միլիարդների մոտ կգանք եւ բնակություն կանենք։ Նորից Տեր Հիսուս Քրիստոսի ամենուրեկության մասն է խոսում։ Նաեւ խոսում է, որ Տերը ամենագետ է։ Հայտնության 2-րդ եւ 3-րդ գլուխներում Տերը խոսում է եկեղեցիների մասին, տարբեր քաղաքների եկեղեցի եւ ասում է. «Գիտեմ քո գործերը»։ Այսինքն ամեն ինչից տեղյակ էր նա, գիտեր։ Եվ Կողոսացիների 2:3-ում գրված է, որի մեջ ծածկված են իմաստության եւ գիտության ամեն գանձերը Քրիստոսի մեջ։ Ոչ թե գանձերի մի մասը։ Ամեն ինչ գանձ կա գիտությունից եւ իմաստությունից Քրիստոսի մեջ է ծածկված ասում։ Ամենագետ է։ Ամեն գիտություն ունի, ամեն ինչի մասին գիտություն ունի։ Նաեւ խոսում է, որ Տերը ամենաիմաստուն է, հենց Կողոսաց 2:3-ում ասես, չէ, ոչ թե միայն գիտության եւ իմաստության տարբերություն է դնում, նաեւ առաջին Կորինթացիների 2:6-8 ձեզ համար կարդամ, բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ, ոչ թե այս աշխարհի իմաստունի է, ոչ էլ այս աշխարհի իշխաններին է, որ պիտի խափանվի, այլ Աստծո ծածուկ իմաստություն ենք խոսում խորհրդով, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար, որն այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին անի։ Փառքի Տիրոջ խոսում է
հենց իմաստության մասին, իմաստությունով եղած փառքի մասին է խոսքը։ Նաև 5-րդ կարողության բնութագիրը սա է, որ հավիտյան ամփոփող է։ Եսայի 9:6-ում չի ասում, մեզ մի մանուկ տրվեց, մի որդի ծնվեց, եւ անուններ է տալիս։ Նրա անունը կլինի սքանչելի, խորթակից, նաև այդ անունների մեջ սա կա հավիտենության հայր։ Հիսուսը հավիտենության հայրն է, այսինքն հավիտենությունը նա է որոշել։ Ինչպես որ ասենք Աստված է ժամերի եւ ժամանակների ստեղծողը։ Հավիտենությունը ժամանակին է վերաբերվում։ Տարածությունը ֆիզիկական տարածություն կա, մաթեմատիկական անսահմանություն կա, չէ՞, այսինքն ֆիզիկական անսահմանություն կա, մաթեմատիկական անսահմանություն կա, տարբեր տեղերում, ոլորտներում անսահմանություն գոյություն ունի։ Հավիտենությունն էլ ժամանակի անսահմանությունն է, եւ այդ ժամանակը, ասում է, նա է այդ ժամանակի հայրը, այսինքն նա է որոշել, նրա մտքից է դուրս եկել այդ հավիտենությունը։ Նա է ժամեր եւ ժամանակներ որոշել Գործք առաքելոց 17-ում բոլոր ազգերի համար եւ ամեն ժամանակների համար։ Եբրայեցիների 1:12 եւ 13:8 կարդամ ձեզ համար։ Վերարկուի պես գալարես նրանց եւ կփոխվեն, բայց դու նույնն ես եւ քո տարիները չեն փոխվի։ Հիսուսի համար այսպիսի բան է ասում։ Հայր Աստված է իհարկե ասում. ով Աստված, քո աթոռը հավիտենական աթոռ է։ Դու սիրեցիր արդարություն, ատեցիր անօրենություն եւ ժամանակի հետ կապված ասում է ամեն ինչ երկինքը վերարկուի պես կգալարես դու։ 13:8-ում էլ գրված է Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ուրեմն ինչ կատարվեց, որ ասում ենք Քրիստոսը երկնքում կար, դեռ որդի չէր, հավիտենության մեջ։ Սուրբ Գիրքը դա է խոսում, բայց նաեւ եկավ ժամանակ, որ Աստծուց ծնվեց, քանի որ Աստծուց դուրս եկավ, ասենք դիրքով, գործի նպատակով, կոչվեց ծնված եւ ծնվածը ծնողից փոքր է։ Դրա համար նա կոչվեց որդի։ Ժամանակների մեջ նաև ծնված Աստծո որդին դարձավ մարդու որդի, որտեղ մինչև մարդու որդի լինելը արդեն հայտնի է։ Երկրորդ Սամուելում ասում է որդուն համբյուրեցեք, որ չբարկանա։ Առակացի 30-ում է, որ ասում է արդյոք գիտես Աստծո անունը կամ նրա որդու անունը։ Ինչ է։ Եվ Հիսուսը մարդացավ նաև։ Հովանու 17:5-ում այսպիսի բան է վկայված, եւ հիմա փառավորի ինձ հայր, քեզ մոտ այն փառքը, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ մոտ։ Նաեւ այդ նույն փառքը արդեն իր գործ ավարտելուց հետո ասում է նորից ինձ փառավորի նույն փառքով։ Հիմա մենք կնայենք Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ անունները, Առակաց 34-ում ասում է արդյոք նրա որդու անունը գիտես, Աստծո որդու անունը։ Այն անունները, որ Աստված է կերել, նաև մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը նույն անունը դնում է Հիսուսի վրա, որ ոչ մի անձ չկա երկրի վրա, որ այս նույն անունները կրի, ոչ էլ երկնքում։ Ուշադրություն դարձեք, օրինակ Աստծո անուններից մեկն է Արարիչ։ Աստծո մասին Արարիչ անունը վկայում է Ծննդոց 1:1, Հոբի 33:4-ում։ Նա Արարիչ է, այսինքն ստեղծել է ամեն ինչ։ Եսայի 40:28-ն է վկայում Աստծո Արարիչ լինելու համար, իսկ Հիսուսի համար Արարիչ անունը վկայում է Հովանու 1:1-3-ում։ Եվ բանը սկիզբից Աստծո մոտ էր եւ ամեն բան նրանով արվեց։ Նա Աստված էր։ Կողոսացի 1:15-17-ում նորից վկայում է Քրիստոսի Արարիչ լինելու մասին։ Եբրայեցիների 1:8-10-ը նորից վկայում է Քրիստոսի Արարիչ լինելու մասին։ Այսինքն սա մի անուն Արարիչ, որ ունի Հայր Աստված եւ ունի Հիսուս Քրիստոսը։ Երկրորդ անունը օրինակ առաջին եւ վերջին անուն է։ Եսայի 41:4-ում, 44:6-ում կամ 48:12-ում 3 համար ենք նշել ընդամենը, Աստված ասում է ես եմ սկիզբը եւ վերջը, ես եմ առաջինը եւ վերջինը, այսինքն ես առաջիների հետ եմ եղել եւ վերջիների հետ էլ կլինեմ։ Նույն անունը Հիսուսի համար է տրվում, որ Հիսուսն ասում է ես եմ առաջինը եւ վերջինը։ Հայտնության 1:17-18-ում, Հայտնության 2:8-ում եւ 22:13-ում հայտնության նորից Հիսուսը որ խոսում է ամեն իր Արարիչ լինելու համար։
կամ ես եմ, որ ասում է։ Օրինակ Ելիցի 3:13-14-ում ասում է ես եմ, Աստված ասում է։ Երկրորդ օրինաց 32-39-ում նորից Աստված խոսում է այս անունով է ներկանում ես եմ։ Ինչպես նաև Եսայի 43:10-ում նորից ասում է ես եմ, որ եմ։ Ինձանից ջոկ Աստված չկա։ Իսկ Հիսուսին Սուրբ գրքում կա նույն անունի վերագրությունը, այսինքն վկայությունը Հովհաննի 8:24-ը, որ կարդացինք, ասում է, եթե չհավատաք ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Նաև 13:19-ում կա, որ Հիսուս ասում է ես եմ։ Նաև հայտնության 1:4-ում կա, որ ասում է Հիսուսը ես եմ։ Հովհաննես 7 եկեղեցիներ, որ ասում են շնորհք լինի ձեզ ամենի հետ, խաղաղություն նրանց, որ է եւ որ գալու է։ Անյոթ ու շարունակում է։ Այսինքն հավիտենական անուն է սա։ Հավիտենական, որ ասացինք Աստծո համար եւ Քրիստոսի համար։ Նաև դատավոր, արդար դատավոր։ Սաղմոս 96:13-ում, Ծննդոց 18:25-ում գրված է, Հովելի 3:13-ում որ ասում է վկայություն Աստված դատավոր է։ Մեկ օրենսդիր կա եւ մեկ դատավոր Աստված է։ Նաև Քրիստոսի համար կա վկայություն Հռոմեացիներին ուղված 14:10-12-ը կամ երկրորդ Կորինթացիների 5:10-ը կամ երկրորդ Տիմոթեոս 4:1-ը, այս մեկ ուզում եմ կարդալ, ասում է արդ վկայություն եմ դնում Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի առաջին, որ դատելու է կենդաններին եւ մեռելներին իր հայտնությունը եւ թագավորությունը։ Քրիստոսը դատաստան է անելու։ Հավիտենական թագավոր Տիրոջ համար, Հայր Աստծո համար կա վկայություն Սաղմոս 145:13-ում, Երեմիայի 10:10-ում, Դանիելի 6:26-ում, նաև Հիսուսի համար։ Կարդացինք, չէ, որ նրա թագավորությանը վերջ չի լինի Ղուկասի ավետարանի մեջ։ Առաջին Տիմոթեոսի 6:13-16-ում խոսում է Հիսուսի հավիտենական թագավոր լինելու մասին։ Առաջին Տիմոթեոսի 6:13-16-ում, որտեղ ասում որ համարները շատ են, դրա համար ընդհանրապես համարներն եմ ասում, այսքանը որ կարդենք շատ ժամեր կգնա։ Եբրայեցիների 1:8-ում նորից նույնպես։ Ամենքի Տեր Աստված ասում է ես եմ Տերը, ուրիշ Տեր չկա։ Եսայի 61:11-ում գրված է։ Եսայի ամենքի Տեր, Եսայի 63:16-ում։ Ես խնդրում եմ այս համարները դուք անձամբ գրքից կարդաք, ժամանակ տաք։ Նաև Երեմիայի 10:16-ում, Հովհաննու 13:13-ում ասում է որ նա է Տերը, ասում է դուք ինձ Տեր եք ասում եւ ճիշտ եք անում, որտեւ ես եմ, ես հենց էդ էլ կամ։ Նաև Գործք առաքելություն 10:36-ում Պետրոս առաքյալը ասում է նա է ամենքի Տերը, Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին։ Հռոմեացիների 10:9-13 նորից ասում է Քրիստոսն է ամենքի Տերը, բոլոր ազգերի, բոլոր երկնքում եւ երկրում եղած բոլոր եղածների Տերը տիրականը նա է։ Տերերի Տեր է անգամ, ոչ թե միայն Տեր։ Տերերի Տեր եւ թագավորների թագավոր։ Կամ փրկիչ կոչումը։ Փրկիչ անունը Հայր Աստծո համար Սաղմոս 106:21-ում գրված է։ Եսայի 43:3-ում եւ 11-ում ասում է ես եմ փրկիչ, ինձանից ջոկ փրկիչ չկա, այդ ասում սա է իմ անունը։ Եսայի 45:23-ում նորից վկայում է այդ մասին, որ նա է փրկիչ։ Իհարկե Հիսուսի համար շատ տեղեր կան, որ նա փրկիչ է, Գործք առաքելոցի 4:10-12-ում ասում է այդ անունով է, նա է միայն փրկիչ, էլ ուրիշ անուն չկա, որով կարող լինի մեզ փրկվել։ Առաջին Հովհաննու 4:14-ից նորից նույնն է վկայում։ Կամ բարի հովիվ։ Հայր Աստծո համար ասում է նա է բարի հովիվը։ Սաղմոս 23 ամբողջը խոսում է Աստծո բարի հովիվ լինելու մասին։ Եվ Եսայի 40:11, Եզեկիելի 34:15-16-ում ասում է նա է բարի հովիվը, մեր հովիվը։ Սակայն Հիսուսի համար ասում է Հովհաննու 10:10-ում ես եմ բարի հովիվը։ Եբրայեցիների 13:20-ում նորից ներկայացում է Հիսուսը որպես բարի հովիվ։ Պետրոսը իր թղթում 1-ի առաջին թուղթ Պետրոսի 5:4-ում ասում է նա է հովվապետը, բարի հովիվը։ Նաև այս անունը ճշմարիտ Աստված, որտեղ շուտ Աստվածներ կան, շատ Աստված կոչվածներ կան, բայց ճշմարիտ Աստված,
Հայր Աստծո համար կա Ծննդոց 2:8-ից 9-ում։ Երկրորդ օրնաց 7:9-ում կա Եսայի 45:21-ում նա է ճշմարիտ Աստված։ Հիսուսի համար վկայում է 9:6-ում հզոր Աստված։ Աստված է խոսել մարգարեի միջոցով, ասում է Աստված նրան կոչում է հզոր Աստված Հիսուսին։ Ճշմարիտ Աստված, այսինքն Հովանու 20:28-ում ասում է նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Հռոմեացիների 9:5-ում ասում է ամեն ծունկ պետք է ծռվի իմ առաջ, Հիսուս ասում է, որտեվ ես կենդանի եմ, ասում մեռա եւ հարություն առա։ Եվ պետք է խոստովան լինեն կամ խոստովանեն կամ դավանեն, որ դու ես Աստված, ճշմարիտ Աստվածը։ Շուտով այդ օրը կգա, բոլոր լեզուները երկնքում, երկրի վրա եւ երկրի տակ բոլորը պետք է Հիսուսին ասեն, նա է ճշմարիտ Աստվածը։ Կամ մեկ ուրիշ անուն, Տերը մեր արդարությունը։ Եսայի 45:25-ում ասում է Տերն է մեր արդարությունը։ Երեմիայի 23:6-ում ասում է Տերն է մեր արդարությունը, նաև Երեմիայի 33:16-ում։ Առաջին Կորինթացիների 1:30-ում էլ Հիսուս Քրիստոսի համար է ասում. Նա եղավ մեզ համար արդարություն, նա է մեր արդարությունը։ Այսինքն տեսնում եք Աստված է մեր արդարությունը, Քրիստոսն է մեր արդարությունը։ Բոլոր անուններով Հիսուսը մեկանում է Հայր Աստծո հետ։ Փիլիպպեցիների 3:9-ում նորից խոսում է Տերն է մեր արդարությունը կամ լույս։ Լույս, որպես լույս։ Սաղմոս 27:1-ում ասում է Աստված մեզ համար լույս է։ Հետաքրքիր է, ուզում եմ կարդալ նաև Եսայի 60:20-ում Հայր Աստծո համար այսպիսի վկայություն կա։ Քո արևն այլևս մայր չպիտի մտնի, Աստծո ժողովրդին է ասում։ Եվ քո լուսինը չնվազի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը եւ պիտի վերջանան քո սուքի օրերը։ Տերը Աստված պետք է լինի քո լույսը հավիտենական եւ քո սուքի օրերը պետք է վերջանան։ Հիսուսի համար նայենք ինչ է վկայում։ 1:9-ում ասում է, չէ, նա է մարդկանց լույսը։ Հովանու 1:9-ում։ Նաեւ 8:16-ում Հիսուս ասում է, ես եմ աշխարհի լույսը։ Հայտնության 21:23 ուզում եմ ուղղակի ձեզ համար կարդալ, եւ քաղաքը ոչ արեգակի եւ ոչ լուսնի պետք, ասում է կարիք չուներ, որ լույս տա նրա մեջ, որովհետեւ Աստծո փառքը լուսավորում է նրան եւ նրա ճրագը գառն է։ Ոչ թե ճրագակալը, ճրագ, այսինքն լույսը հենց, լույս տվողը։ Տեսեք, այնտեղ ասած Աստծեն է քո լույսը։ Հավիտյանն ասում է, հավիտյան էլ արև լուսնի կարիք չի, այլ Աստված լուսավորելու է եւ այդ ճրագն էլ Հիսուսն է։ Նաեւ կյանք Սաղմոս 42:8-ում ասում է կյանքը հենց մեր Տեր Աստվածն է մեր կյանքը, նաեւ Երեմիայի 2:13-ում ասում է Աստված է ճշմարիտ կյանքը, մեր կյանքը։ Իսկ Հովանու 11:25-ում Հիսուս ինչ ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հովանու 14:6-ում է նորից վկայում է որ Հիսուսն ինքն է կյանքը։ Այսինքն այս անուններով մենք տեսանք նույն վկայությունները հավասար ինչ որ տրվում է Հայր Աստծուն նույնը տրվում է Հիսուս Քրիստոսին եւ Աստված սուտ չի խոսում որտեղ Աստված ասել է ես իմ անունը իմ փառքը ուրիշին չեմ տա եթե Աստված մարմնով եկած չներ այդ անունները իր վրա չէր կրի Մարիամի որդին եւ պատահական չի Մատթեոսը որ ասում է եւ նրանք կոչեն Էմանուել այսինքն Աստված մեզ հետ Աստված մարդկային մարմնով մարդկանց հետ մենք հիմա պետք է նայենք մի կարճ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակ, այսինքն երկրորդ բաժինը մի քանի նպատակ ընդհանրապես կներկայացնենք, բայց դրանք կնայենք փրկություն թեմայի մեջ եւ մնացած թեմաների, որը որ այս թեմային համար պետք է որ բացահայտել։ Օրինակ առաջին նպատակներից մեկը, որ Քրիստոսը աշխարհ եկավ, որ մարդկանց իրենց մեղքերից ազատի եւ մեղքի պատժից ազատի, մեղքերից եւ մեղքի պատժից։ Թե մեղքերից, թե պատժից, սրանք տարբեր են, ասացի, որ փրկություն թեմայի մեջ կնայենք։ Նաև երկրորդ նպատակը Քրիստոսի աշխարհ գալու նպատակը սա էր, որ Աստծուն ճանաչեցնի մարդկության եւ նրանց հաշտեցնի Աստծո հետ։ Մատթեոս 11:27-ում Տեր ասում է, ոչ ոք հորը չի ճանաչում, չէ, ոչ էլ որդուն, նա
կարող է ճանաչել, ում է որ որդին ճանաչեցնի։ Նաև Հովանու 17:3-ում 26-ում Տեր ասում է, ես քո անունը ճանաչեցի եւ էլ պիտի ճանաչեցնեմ։ Երկրորդ Կորինթացիս 5:18-ում 19-ում այդ վկայությունը նաև Կողոսացիների 1:20-ում, որ Աստված իրեն ճանաչեցրեց Հիսուս Քրիստոսով։ Եվ երրորդ նպատակը, որ Հիսուս եկավ աշխարհ, որ նրանց հավիտյանական փառքի եւ կյանքի մեջ քաշի, տանի։ Դրա համար Հովանն 3:16 չի ասում, ոչ թե դատապարտվի, կորսվի, այլ հավիտյանական կյանք ունենա։ Հենց իսկ Քրիստոսի նպատակը սա էր, որ մարդը հավիտյանական կյանք ունենա։ Նաև առաջին Թեսաղոնիկեցիների 2-րդ գլուխ 12-ում ասում, Աստված մեզ կանչեց իր փառքին։ Աստված ձեզ չի կանչել, որ անարգի։ Կանչ թեմայի մեջ ավելի խորը կնայենք։ Նաև երկրորդ անգամ են Տերը, որ պետք է գա, արդեն դրա մասին մենք խոսենք մեռելների հարության թեմայի մեջ։ Փաստորեն հələ դեռ շատ թեմաներ կան, որ մենք խոսենք, սակայն մենք սկզբից ասացինք, չէ՞, Աստծո գործերի մեջ Աստված շատ գործեր ունի, սակայն այս հոգևոր դասընթացը առանձնացված է միայն մարդու փրկության եւ գալիք փառքի ու հավիտյանական կյանքին վերաբերող հարցերում։ Աստված ձեզ պահապան, Աստված ձեզ օրհնի։ Հիսուս Քրիստոսը Սուրբ Եռամիասնության մեկ անձն է, Աստծո միածին որդին, նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված։ Աստծուն հավասար լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ եւ երկրպագություն ընդունող Աստված։ Եվ մեզ, կորսված մարդկանց, չարի իշխանությունից փրկելու եւ Աստծո թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ, Սուրբ Հոգու զորությամբ։ Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ, մարդկային բնություն եւ մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ։ Եվ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը եւ ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց եւ երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ, երկինք համբարձվեց եւ Հայր Աստծո աջ կողմը նստեց, հոր փառքով կվերադառնա եւ ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ եւ նրա արդեն իսկ սկսած թագավորությանը վերջ չի լինի։